Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բարի լույս մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես օրը սկսեք, այնպես էլ կանցկացնեք, այնպես որ արթնացեք ու պատրաստվեք նոր, հետաքրքիր ու հիշարժան օրվան։ Ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, այո, ինչպես սկսեք օրը, այնպես էլ կանցկացնեք, այնպես որ սկսել եք օրը մեզ հետ, ստիպված մենք մինչև ժամը 11-ը կաշխատենք եւ դուք կլինեք մեզ հետ։ Դե որ մեզ հետ մեր հեռուստադիտողներ, իսկ եթե ավելի լուրջ իհարկե առավոտը սկսել եք Շանթի հետ էլ շարունակեք մինչ ուշի երեկո։ Մանավանդ որ այսօր խորհրդանշական օր է, ես կարծում եմ, որ մենք ընկերացել ենք արդեն մեր հեռուստադիտողների հետ եւ այսօր ինչ օր է Վարդուհի։ Իհարկե այսօր ողջ աշխարհում նշվում է ընկերության միջազգային օրը։ Այս տոնը հաստատվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ տարբեր ազգերի միջև բարեկամության, ամրապնդման, ինչպես նաեւ երիտասարդության շարքերում միասնության ու հանդուրժողականության հաստատման նպատակով։ Այո, այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում անց են կացվում միջոցառումներ, որոնք քարոզում են ընկերության գաղափարը եւ այսօր կարծում եմ մի միջոցառում էլ կլինի այն, որ մենք ողջունենք մեր ընկերներին եւ մեր հեռուստադիտողների անունից ողջունենք իրենց ընկերներին, որ լավ ընկերներ կան Քոչարում, բանում, բարև լավ ընկերոջ, լավ ընկերոջը նկատի ունեիրա։ Մի բան ողջունենք, չգիտեմ, Հայկին, Գրիգորին, Դավիթին եւ Բերլուսկոնին Facebook-ում իմ ընկերն է դրա համար։ Իսկ հիմա մի քանի հետաքրքիր փաստեր ընկերության մասին։ Ամեն ինչում օգտակարության գործակից փնտրողները հաստատում են, որ ընկերների հետ հանդիպումն առողջարար է։ Ընկերական ջերմշփման ժամանակ մարդու մոտ բարձրանում է պրոգեստերոն հորմոնի մակարդակը, ինչը լիցքաթափում է մարդուն եւ անցկացնում հոգնածությունը։ Դա իհարկե հարաբերական է, որ ընկերությունը միշտ առողջարար է, որովհետեւ եթե ընկերների հետ գնում ես ինչ-որ տեղեր եւ գարեջուր ես լիտրերով խմում, այնպես չէ որ առողջարար է։ Առողջարար է, որովհետեւ հետո որոշ ընկերներ քեզ տուն են տանում այդ գարեջուրից հարբած վիճակով։ Եթե իրանք ունակ են իհարկե։ Եվ կա թե չէ տենց ընկերների երյակ, որ եթե երկուսը խմում են, այն երրորդը պարտադիր չի խմում, որ երկուսին տուն տանը, դա իսկական ընկերությունն է։ Դե փաստորեն դու ունես իսկական ընկեր։ Իսկականների մասին էի պատմում իրականում։ Լավ։ Ապացուցված է, որ քիչ ընկերներ ունեցողները տառապում են ոչ միայն անքնությունից, այլև նաև քրոնիկ հոգնածությունից։ Այդպիսի մարդկանց 90%-ն ավելի շատ է դեպրեսիայի մեջ ընկնում, քան նրանք, ովքեր շրջապատված են բազմաթիվ ընկերներով։ Կարծում եմ, եթե ընկերությունը այսքան առողջարար է, մենք խոսում ենք, որ ընկերությունը իրոք առողջություն է պարգևում մարդուն, եթե ստրեսի մեջ ես լինում, գնում ես բժշկի, ռեցեպտ է գրում, վատ ձեռագրով գրում է Արթուր, Կարեն, Դավիթ, կամ ծանոթացիր, սա Արմենն է։ Այո, իսկ հակառակ սերերի ընկերության հնարավորության կամ անհնարինության խնդիրը մինչ օրս վերջնական պատասխան չի ստացել։ Շատերը վստահ են, որ կանայք ու տղամարդիկ ընկերությանը տարբեր կերպ են վերաբերվում։ Տղամարդիկ ավելի հավատարիմ ու ներողամիտ են իրենց ընկերուների նկատմամբ, քան աղջիկներն իրենց ընկերուների հանդեպ։ Ես չգիտեմ, անձամբ համոզված եմ, որ կին տղամարդ ընկերություն կարող է լինել, բայց որոշակի տարիքում, որովհետև տարիք կա, որ միշտ ինչ-որ մեկի մոտ առաջանում է զգացմունք։ Հիշում ես այդպիսի դեպքո մոտ, ասենք, ջահել տարիներին, չի եղել։ Եղել եմ, պատահել եմ, բայց ամեն դեպքում ընկերությունն է մնացել։ Անցել է զգացմունքը, չգիտեմ, փոխադարձ հարգանքի։ Հասուն մարդկանց մոտ հնարավոր է այդ ընկերությունը, բայց մի տեսակ եթե կինը ընկերդ է, մի քիչ բաներ կա, որ չես կարող իրան ասել, ինչը կասե իր ընկերոջդ, հա, ասես կռիվ ես անում տղերքը, ոչ ես զանգի ասես արի գնանք կռիվ անենք։ Չէ, դե միայն այդ դեպքում չէ, կանանց դեպքում կարծում հակառակն է, որտեղ ընկերոջդ ավելի շատ ես վստահում, տղամարդու կարծիքը քեզ ավելի հետաքրքրում, քան կնոջ կարծիքը։ Համաձայն եմ եւ մի հարց էլ կա, որ կանանց ավելի հեշտ ես վստահում եւ նրանք ավելի գաղտնապահ են, ինձ համար այդպես է։ Այո, իսկ կանայք որպես կանոն կտրուկ ու հազվադեպ են ներում ընկերների դավաճանությունը։ Ընկերությանը դեռ կանդրադառնանք մեր այսօրվա ծրագրի ընթացքում, իսկ մինչ այդ առաջարկում եմ լսել մի լավ երաժշտություն։ Վայելենք երաժշտություն, ավելի բարձրացնենք տրամադրությունը, այս պահին տրամադրություն բարձրացնող երաժշտություն մեր եթերում գնացինք։ Գնացինք ընկերս։
Հուսանք, որ ձեր տրամադրությունը բարձրացավ, չնայած որ մի քիչ այդքան էլ տրամադրություն բարձրացող երգ չէր, բայց Ինչը բայց տալիս է հնարավորություն, որ կյանքին նայես գեղեցիկ աչքերով եւ գնահատես ընկերներիդ։ Այո, հենց նոր ես սկսեցի կյանքին գեղեցիկ աչքերով նայել։ Տեսախցիկը դարձավ դեղին։ Այո, գրեթե բոլորը գիտեն, որ աշխարհի ամենաթանձր մառախուղը լինում է Լոնդոնում։ Իրականում Սմոգի մեջ Անգլիայի մայրաքաղաքը պարուրված է եղել 150 տարի առաջ, բազմաթիվ գործարանների, արտանետումների պատճառով։ Այդպես այն դարձել է Մառախլապատ Ալբիոն, այդպես է կոչվում, բայց պարզվում է, որ միայն Լոնդոնը չէ, որ Մառախլապատ է, կան եւս 12 քաղաքներ, որոնք Մառախլապատ են եւ թվիր դրանք Վարդուհի։ Դրանցից են Սիդնեյը, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Մոսկվան, Վանկուվերը, Դուբայը, Չիկագոն, Տորոնտոն եւ Կեյպտաունը, այո, Կարակասը եւ Փարիզը եւ իհարկե Սանկտ Պետերբուրգը։ Ես կարծում եմ, որ աշխարհի ամենամառախլապատ քաղաքը Երևանն է։ Ոմանք ասեն, որ ոչ, Երևանը արևշող է, չգիտեմ, իմ համար Երևանը ամեն ինչում առաջի տեղ է։ Եթե դու ապրեի Սանկտ Պետերբուրգում, նոր կհասկանար ինչ արևաշող է Երևանը։ Ոչինչ, իմ համար Երևանը ամեն ինչում առաջի տեղն է, կապ չունի, լավ թե վատ։ Լավ, իսկ Հնդկաստանում մասշտաբային երաշտից հուսահատված գյուղացիները գորտերի հարսանիք են կազմակերպել։ Տեղի ավանդույթների համաձայն գորտերի ամուսնությունը կարող է գոհացնել անձրևի աստվածներին եւ հրճ տալ երաշտին։ Սա իմ համար իհարկե զվարճալի է, չգիտեմ ինչ աստվածներ են, որ ուրախանում են գորտերի հարսանիքով։ Այնտեղ ասում են, որ աստվածներին գոհացնելու համար գորտերին բռնել են երկու տարբեր գյուղերից, ինչից հետո նրանց համար պսակադրության արարողություն է կազմակերպել եւ ինչպես որ արվում է մարդկանց դեպքում Նրանց այո, ամուսնացրել են։ Տեսնես իրանք տեղյակ են, որ իրանց հարսանիքն է, կամ հասկանում են, որ դες բանը իրականացել։ Երևի գիշերը կհասկանա, Եվ որ ինչով է ամուսնացել են։ տարբերվում հարսնացուն փեսացուից։ Ինչ որ կարմիր խալ ենք տեսնում։ Այո, նա արդեն էլ օրիորդ Պաստորեն չէ։ գորտերի մոտ դա կարմիր խալ է։ Միջոցառմանը այո ներկան եղել հարյուրավոր գյուղացիներ եւ ասում են, որ ոսկե շղթա են նաեւ նվիրել հարսնացուին, կարծում եմ նեղ օրը նրանք դա կդնեն գրավատուն։ Եվ բարկից դուրս կգար։ Այո, քանի որ խոսեցինք անձրևներից, այս պահին միանանք Զարային, հասկանանք ինչ եղանակ է մեզ սպասվում։ Չի, ավելի լավ է այսօր ընկերության միջազգային օրն է։ Զարային ողջունենք որպես ընկեր, ողջույն Զարա։ Ողջույն։ Շնորհավոր մենք ես տոնի կապակցությամբ եւ ինձ մի հարց է հետաքրքիր Զարա։ Տղամարդու եւ կնոջ միջև կարող է ընկերություն լինել։ Կարծում եմ միանշանակ այո, քանի որ ես ինքս ունեմ շատ մոտ ընկեր, որին ծանոթացել եմ իմ ընկերուհու հետ եւ նրանք ամուսնացել են։ Եվ կարծում եմ, որ ընկերություն կա տղայի եւ աղջկա միջև։ Ես էլ ուզում եմ մի ուրիշ հարց տալ դրանից հետո որ ասեցիր այո, Զարա ուզում է հարցնել տղայի օրիենտացիան կապ ունի դրա հետ, թե չէ։ Ոչ։ Լավ, շնորհակալություն, լսենք օրվա եղանակը։ Եղանակի տեսությունը ներկայացնում է Samsung ընկերությունը։ Այսօրվանից շտապ եք ձեռք բերել Samsung Galaxy Tab S պլանշետները միայն պաշտոնական վաճառասրահներից։ Այսօր հանրապետության տարածքում եղանակային պայմանների անտիցիկլոնային դաշտով գրեթե բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Միայն երեկոյան ժամերին լեռնային առանձին գոտիներում կնկատվեն ամպրոպային երևույթներ, հավանական է նաև կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ այսօր չեն սպասվում։ Ջերմաստիճանի բարձրացում օդերևութաբանները կանխատեսում են օգոստոսի 1-ից։ Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր են տեղումներ։ Ստեփանակերտում գիշերը կլինի 19, ցերեկը 32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում այսօր կայուն եղանակային պայմաններ են սպասվում։ Մեղրիում գիշերը կլինի 21, ցերեկը 33 աստիճան տաքություն, Կապանում գիշերը 16, ցերեկը 32 աստիճան եւ Գորիսում գիշերը կլինի 13, ցերեկը 26 աստիճան տաք։ Վայոց ձորի մարզում լեռնային շրջաններում երեկոյան սպասվում է ամպրոպ։ Ջերմուկում գիշերը կգրանցվի 11, ցերեկը 26 աստիճան տաքություն, Եղեգնաձոր քաղաքում գիշերը կլինի 17, ցերեկը 34 աստիճան տաք։ Գեղարքունիքի մարզում առանձին հատվածներում օրվա երկրորդ կեսին հավանական է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարտունիում գիշերը կլինի 12, ցերեկը 24 աստիճան տաքություն, Գավառում գիշերը 11, ցերեկը 25 աստիճան տաք եւ Սևանում գիշերը սպասվում է 14, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ, Հրազդան քաղաքում գիշերը կգրանցվի 13, ցերեկը 26 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը 16, ցերեկը 32 աստիճան տաք։ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին կակտիվանան լեռնահովտային քամիները 15-ից 20 մետր վարկյանում։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։ Արարատի մարզում գիշերը կլինի 18-ից 19, ցերեկը 34-ից 35 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում գիշերը կգրանցվի 18-ից 19, ցերեկը 34-ից
35 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ, Աշտարակ քաղաքում գիշերը կլինի 17, ցերեկը 34 աստիճան տաք, Ապարանում գիշերը 10, ցերեկը 25 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում երեկոյան սպասվում է ամպրոպ, Իջևանում գիշերը կլինի 18, ցերեկը 30 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը 15, ցերեկը 29 աստիճան տաք։ Լոռու մարզում կեսօրից հետո կնկատվի անպամացության ավելացում, Վանաձոր քաղաքում գիշերը սպասվում է 15, ցերեկը 25 աստիճան տաքություն, Տաշիրում գիշերը 13, ցերեկը 22 աստիճան։ Շիրակի մարզում Գյումրիում գիշերը կգրանցվի 13, ցերեկը 28 աստիճան տաքություն, Աշոտսկում գիշերը կլինի 10, ցերեկը 22 աստիճան տաք։ Օրվա առաջին կեսին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին կդիտվի ամպրոպ, սպասվում է նաև քամուշ գնացում 18-ից 23 մետր վարկյանում։ Օդի հարաբերական խոնավությունը ցերեկը 35% է, քամին հարավային 3-ից 5 մետր վարկյանում։ Մթնոլորտային ճնշումը 667 մմ սնդիկի սյուն, գեոմագնիսական դաշտը կայուն է։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կլինի 18, ցերեկը 35 աստիճան տաք, Ավանում գիշերը 17, ցերեկը 34 աստիճան տաքություն։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում, հաջողություն։ Շրջապատեք ձեզ աշխարհում առաջին կինեմատիկորեն կոր Samsung UHD հեռուստացույցով։ Այսպիսի եղանակ է մեզ սպասում, բավականին զով է լինելու օգոստ այս ամսվա Շատ վերջին լավ ամառ է, այո, բողոքելու ոչինչ չունենք, առավոտյան զով է, երեկոյան զով է, հանգիստ գիշերը քնում ենք, կարող է գնալ Սևան, լողանալ, որտեղ Սևանի ջրի ջերմաստիճանը բարձրացել է, ցերեկը տաքի եղանակը լավ է։ Այո, ամեն ինչ հրաշալի է, բացի մի բանից, այս պահին մի կարճատև գովաց պետք է դիտենք, հետո շարունակենք։ Այդ ընթացքում մենք թեյ խմենք, դա էլ է լավ։ Լավ։ Բարձր տրամադրությամբ շարունակում են գովազդի ընթացքում Վարդուհին անեկդոտ պատմեց, չեմ կարող պատմել եթերում։ Եթերային է, բայց դա թեմատիկ չէ, անցնենք առաջ։ Այժմ համեղ ավելի շատ քաղցրահամ միջոցառման մասին։ Օգոստոսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա Մոսկովյան Մուրաբա միջազգային փառատոնը։ Փառատոնի անցկացման 10 օրերի ընթացքում ցանկացած մարդ կարող է համտեսել զանազան մրգեր ու հատապտուղներ, ցանկության դեպքում գնել կամ սովորել պատրաստել զանազան մուրաբաներ, կարծում եմ խորհրդանշական կլիներ Վարդուհի, որ այնտեղ լիներ Կարլսոնը։ Իսկ ինչու Կարլսոնը։ Դու չես հիշում մուլտֆիլմը, չի եղել մանկություն քեզ։ Ինձ թվում է այնտեղ կլինեն մուրաբաներ, որ ամբողջ աշխարհում Կարլսոնը, Վարդուհի։ Բարձր տրամադրություն է քեզ մոտ։ Հա, ուղղակի նոր շատ բարձր տրամադրություն է, ես բարբերաբար շփվում եմ ռեժիսորի հետ եւ անդադի ծաղեմ։ Ես գաղտնիքը բաց եմ, պարզապես երբ որ Վարդուհին լսում եմ Մուրաբա բառը, մի կես ժամ ծիծաղում է։ Մոռացի լավ է, չեմ։ Անցնենք առաջ լավ։ Դե լավ, անցնենք առաջ եւ բացի այդ կարելի է այդ օրերի մասնակցել ուրախ մրցույթների, ֆլեշ մոբերի, սալսայի անվճար դասեր ստանալ եւ Մուրաբայի հսկա տարաների հետ իհարկե ինքնալուսանկար անել, այնտեղ մեծ տորթ են պատրաստելու։ Որ այնտեղ Բադրջանի Մուրաբա չի լինի, որտեղ միայն հայերն են պատրաստում նման մուրաբաներ։ Այո։ Սերկեֆիլի, Բադրջանի ձմերուկ ինչ տեսնում մուրաբա է, դա թթվի համար է դա։ Հայկական է ավելի։ Իհարկե։ Երազի մուրաբա է։ Երազի մուրաբա։ Երազն էլ է հայկական։ Իսկ քյարաուզի մուրաբա չեն պատրաստում։ Ինչեր ես օրինում։ Ընկույզի մուրաբան է շատ համեղ, ամբողջ աշխարհով։ Շատ համեղ է, կարծում եմ մենք եթե մասնակցենք այդ փառատոնին, մեծ ինչ որ տեսականի կունենանք ներկայացնելու, այդտեղ նաև իհարկե մեծ տորթ են թխելու, մեջը մուրաբա, հա, կարելի է առիթից օգտվել այնտեղ ամուսնանալ։ Դա խափաման է ուղղակի, շփոթում ես։ Բայց խափամայի մեջ մեղր կա։ Լավ, ամառային մյուս փառատոնների մասին մենք կծանոթանանք տեսանյութի միջոցով։ Գունագեղ, բազմազան եւ տրամադրող ամառային փառատոններ, որոնք զվարճության աղբյուր են թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար։ Festa del Redentore կամ տոնակատարություն իբարս փրկչի։ Ամենամյա ջրային շքեղ այս փառատոնն անցկացվում է Վենետիկում հուլիսի 3-րդ հանգստյան օրերին։ Պատմությունը սերտորեն կապված է 16-րդ դարի սարսափելի ժանտախտի հետ, որն արդեն խլել էր 50,000 մարդու կյանք։ Լեգենդի համաձայն Վենետիկի դուքս Սեբաստիանո Վենիերը խոստացել էր իբարս Հիսուս Քրիստոսի եկեղեցի կառուցել, եթե համաճարակն ավարտվեր։ Մեկ տարի անց ժանտախտը լքում է քաղաքը, եկեղեցին կառուցվում է, իսկ Սենատն ամեն տարի
հուլիսի 3-րդ կիրակին տոն է հռչակում՝ ի պատիվ Քրիստոսի։ Այսպիսով փառատոնի ընթացքում հանդիսավոր երթ է կազմակերպվում դեպի Ջութեքա կղզում գտնվող Ռեդենտորե եկեղեցի։ Հետո սկսվում է տոնակատարության ամենաշքեղ եւ սիրված մասը՝ գիշերային հրավառությունը։ Լուսային գունագեղ շոուին հաջորդում են երգը, պարը, գինեխմությունը։ Հրավառվող տոն կամ քյոլնյան կրակներ։ 2001 թվականից ի վեր Գերմանիայում Հռենոս գետի ափին անցկացվող հուլիսյան այս փառատոնը 100 հազարավոր զբոսաշրջիկներ է բերում Քյոլն քաղաք։ Լույսերի հրավառություն, երկնքից թափվող գունագեղ կրակների շատրվաններ։ Այսպիսին է Քյոլներ լիխտերի կամ քյոլնյան կրակների փառատոնը։ Հրավառվող գույների ներքո հնամենի Քյոլնը վերածվում է հեքիաթային քաղաքի։ Փառատոնի օրերին համերգային շքեղ ծրագիրը, ինչպես նաև այլ տոնախմբություններն ապահովում են ներկաների բարձր տրամադրությունը, իսկ սրճարանների, ռեստորանների, թանգարանների, խանութների եւ զվարճանքի այլ վայրերի դռները բաց են 24 ժամ շարունակ։ Արտասովոր փառատոն, որի ընթացքում իսպանացիները կռիվ են խաղում մոտ 100 տոննա լոլիկով, լա տոմատինա կամ լոլիկներով մարդ։ Առաջին անգամ նման խաղ կատակ գրանցվել է 1945 թվականի ամռանը Բունոլ քաղաքում, երբ պատահաբար երկու հոգու միջև սկսվել է լոլիկով գնդակոծություն։ Այս տեսարանն իսպանացիներին հաճույք է պատճառել, եւ արդեն 1950 թվականի օգոստոս ամսից այն վերածվել է կարմիր փառատոնի, լոլիկա մարտի եւ անվանվել տոմատինա։ 1957 թվականին քաղաքի իշխանությունների կողմից արգելվեց քաղաքում նման տարօրինակ միջոցառման կազմակերպումը, սակայն ըմբոստ բնակիչները որպես բողոքի ցույց սկսեցին լոլիկներով լի դագաղներով շրջել քաղաքի փողոցներում։ Այդպես 2 տարի անց իշխանությունները ստիպված չեղյալ համարեցին այս տոնի արգելքը, եւ 1959 թվականին տոմատինան ամեն տարի օգոստոսին Բունոլ քաղաք է հրավիրում լոլիկի բոլոր սիրահարներին։ Գույնզգույն անձրևանոցներով զարդարված երկինք, Umbrella Sky։ Այս փառատոնի ընթացքում պորտուգալական Ագուեդա քաղաքի նեղլիկ փողոցները գունագեղ տանիքով են ծածկվում։ Umbrella Sky-ն ամենառոմանտիկ փառատոնն է համարվում Պորտուգալիայում, երբ նրանք անձրևանոցներով երկինքը զբոսաշրջության ուշադրությունն է կենտրոնացնում փոքրիկ Ագուեդա քաղաքի վրա։ Չէ՞ որ նման հեքիաթային տեսարան ամեն օր չէ որ կարելի է տեսնել։ Հուլիսյան այս փառատոնի արդյունքում ոչ կիզիչ արևը, ոչ կարճատև անձրևները քաղաքի բնակիչներին չեն անհանգստացնում։ Անձրևանոց երկինքը զբոսաշրջիկներին եւ տեղացիներին ուրախացնում է մինչեւ հուլիսի 28-ը։ Սարսափելի համաճարակից ազատվելու համար 1241 թվականին բարձրաստիճան եկեղեցականին հրավիրում են ճապոնական հակատաքաղաք, որպեսզի նա սուրբ ջրովոցի փողոցները։ Հակատագիոն Յամակասի փառատոնը նվիրված է հենց այս արարողությանը։ Յամակասան շարժական սրբատեղի է, որի վրա աստվածություն են տեղափոխում փառատոնի ընթացքում։ Սրբավայրն ունի 16 մետր բարձրություն, որը զարդարում են գեղեցիկ տիկնիկներով, հերոսների պատկերներով։ Պատրաստվում են եւս 7 շարժական հարթակներ, կակի յամակասաներ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 1 տոննա, եւ կակի յամակասաները տեղափոխող կիսամերկ տղամարդիկ մրցավազքի են մասնակցում քաղաքի փողոցներով դեպի Ֆուկուոկա քաղաք։ Փառատոնը տևում է 2 շաբաթ՝ հուլիսի 1-ից 15-ը։ Ահա այսպիսի գունագեղ եւ տարօրինակ փառատոններ։ Տելերսատողներ, վերադառնանք այսօրվա տոնին։ Այսօր ընկերության տոնն է, բոլոր ընկերներին շնորհավորում ենք եւ հետաքրքիր մի վիճակագրություն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր չեն շարունակել ուսումը դպրոցից հետո, այսինքն ովքեր կրթված չեն, շփման մեջ ավելի դժվարանում են։ Այո, պետք է շփման մեջ գրագետ լինել։ Դժվար շփումի մեջ։ Դու մի շփոթի, որ քեզ հետ շփվում եք մանկավարժական գիտություն հետ։ Այո, ես դա միշտ կհիշեմ։ Ես էլ ասում եմ մեր դասանի Հարութի հետ ինչի ենք դժվար շփվում։ Նյուտոնի 3-րդ օրենքը չգիտեր, փաստորեն դրա համար։ Որքան մարդը կրթված է, այնքան ավելի շփվող է։ Ընկերության թեման այս պահին կշարունակի պատրաստած տեսանյութը։ Գնացինք։ Ասում են շունը մարդու լավագույն ընկերն է։ Այն, որ մարդ ու կենդանի լավ ընկերներ են, գովելի է, բայց որ մարդու լավագույն ընկերը ոչ թե մարդն է, այլ շունը, դա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Ընկերությունը։ Ընկերություն է։ Ճագար, կատված գիներ, անգամ առնետներ։ Բազմաթիվ հետազոտություններ ու փորձեր ապացուցել են, չորքոտանիների ընկերությունն ավելի ամուր ու անշահ խնդիր է, քան մարդկանցը։ Ընկերությունը հարստություն է ես համար։ Մեր ընկերությունը։ Հավատարիմ մարդկանց իրար հետ շփվելն է, որ իրար սիրում են, չեն խաբում։
տենց կեղծավորություն չկա։ Ուժե առօրյա հոգսերի փոքրի շատ է թոթափում։ Համագործակցություն է վերջ-վերջո, բայց շահագիտական նպատակով չէ։ Ձեզ անհանգստացնում է քրոնիկ անքնությունն ու հոգնածությունը, մի շտապեք դիմել բժշկի, շտապեք գտնել ընկերներ։ Մասնագետները պնդում են, ընկերների հետ շփման ընթացքում մեր օրգանիզմում բարձրանում է պրոգեստերոնի մակարդակը, որը նպաստում է հոգեբանական լիցքաթափմանը եւ միևնույն ժամանակ նվազեցնում է ներքին անհանգստության զգացումը։ Ընկերները պետք է նեղ օրերին։ Մարդ մենակ ոչ մի բան է ինքը։ Ինքը ընկերներով է մարդ իր շրջապատով։ Ընկերները պետք են շփման համար, վատ եւ լավ օրերի համար։ Առանց ընկերները մարդը ընկերական շրջապատ պիտի ունենա։ Մարդը ինչի մարաբերում։ Ընկերները ինչի մարանեղում, ասենք ընկերություն չունենաս, շրջապատ չունենաս, ինչ մարդ ես։ Այդ կիսվելը ինձ թեթևացնում է։ Հիմա ես տես երկար ժամանակ չենք հանդիպել։ Հիմա ինքը իրենն է ասում, ես հիմա իրար հասկանում ենք, հոգեպես հասկանում ենք։ Ընկերները նաև պետք են օրգանիզմին անհրաժեշտ ջերմության քանակը բավարարելու համար։ Այդպես պնդում են ամերիկացի հետազոտողները, նշելով ընկերների հետ շփումը առաջացնում է ջերմության անհատական զգացողություն։ Հարազատներին մեզ տալիս է ճակատագիրը, իսկ ընկերներին մենք ինքներս ենք ընտրում։ Այդ ամենակարևորն է, եւ ընկերները երբեմն ավելի մոտ են լինում, քան հարազատները։ Ասում են, ասա ով ընկեր, ասեմ ով ես դու։ Ես շատ ընկերներ չեմ ունեցել, բայց շատ ընկերներ կուզենայի ունենալ։ Կանայք եւ տղամարդիկ ընկերությանը տարբեր աչքերով են նայում։ Տղամարդիկ ավելի զգուշորեն են ընտրում ընկերներ, բայց ավելի հիմնավոր, իսկ կանայք ավելի հեշտ եւ հաճախ էլ փոխում են։ Իդեպ կյանքը ցույց է տվել, նրանք ովքեր ունեն տարիների ընկերություն, ավելի երկար են ապրում։ Հիմա իմ ընկերուն եմ սպասում։ Քանի տարվա ընկերներ եք։ Շատ 30 դպրոցական ընկերուհիս է։ Դժվար վարչանա։ Կարող է կապ չլինի, բայց այս զգացումը կլինի ընկերության ու էլի եթե պետք լինի, դու այդ մարդու համար ամեն ինչ կանես։ Տարին մի անգամ ենք հանդիպում, բայց շարունակում է ընկերությունը։ Երկար ժամանակ չեմ տեսել, հիմա եկել է հյուր եւ հանդիպել ենք, ուսանողական ընկերներ ենք։ Դրա համար մեզ համար դա իսկապես 50 ավելի տարիներ։ Ոնց որ նույնիսկ տոն լինի։ Մեր ուսանողական տարիների հիշողությամբ պոնչեկանոց ենք գնացել, հիմա նոր Երևանի մի հարմար կաֆե կմտնենք, մի քիչ կնստենք, կզրուցենք։ Ընտանիք, հեռավորություն, ժամանակ, իսկական ընկերությանը ոչինչ չի կարող խանգարել։ Շատ լավ։ Մենք ընտանիք ենք ունեցել եւ իր ամուսինը, իմ կինը շատ լավ։ Միշտ սերտ կապի մեջ ենք եղել, շատ։ Իդեպ հայերս համարվում են հյուրասեր, բարեհամբույրազգ, բայց պարզվում է այնքան էլ ընկերասեր չենք։ Իսկ ամենաընկերասեր մարդիկ ապրում են Սիդնեյում։ Սիդնեյ, Երևան, թե կորած մոլորած ինչ-որ գյուղակ։ Եթե ընկերության հարցում ձեր բախն այնքան էլ չի բերել, Սիդնեյ շտապել պետք չէ, քանի որ լավ ընկեր ունենալու համար կարևոր է ոչ թե бնակավայրը, այլ նախ եւ առաջ ձեր իսկ լավ ընկեր լինելու կարողությունը։ Голубого ручейка начинается река, ну а дружба начинается с улыбки. Իրինամ Կրչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Մենք այս պահին ուզում ենք այո։ Չէ, իրականում ընկերությունը շատ կարևոր բան է եւ ես այս պահին ուզում եմ սիրով ողջունել իմ ամենամտերիմ ընկերուհուն Գոհար Գասպարյանին եւ շնորհակալություն հայտնել, որ նա միշտ ինձ կողքին է։ Այո, քանի որ առիթ կա, ես էլ եմ ողջունում իմ ամենամոտ ընկերներին, չեմ կարող առանձնացնել, ջերմ կողջունեմ Նարեկին, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եւ իհարկե իմ ամենամոտ ընկերներին, պապային, մամային ու իմ հալալ, որ ասում են եղբորը, ով իմ ամենամոտիկ ընկերն է, եղբայրը։ Կարծում եմ, կենաց դարձավ, ասեցինք ընկեր, չասեցինք ընտանիք, հետո մամաչուսինք։ Դե իմ ընկերները իրանք են։ Լավ, իսկ ես այս պահին ուզում եմ հիշեցնել մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն ընկերոջը։ Այո, մեր շատ լավ մտերիմ ընկերներ են իմ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ հաշված րոպեների ընթացքում իրականացվում են բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, որով այլի 4D սոնոգրաֆիա։ Գործում է էքսպրես լաբորատորիա։ Իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվագրության ստուգումը անվճար է։ Անվճար է նաեւ բժշկական խորհրդատվությունը։ Հիմա բժշկական կենտրոն Հասեմ Մաշտոցի պողոտա 33-1 հեռախոս 50-80-50։ Իսկ այս պահի ողջունենք մեր մյուս ընկերոջը Իրինա Մկրտչյանին, ով էլ ձեզ կպատմի հետաքրքիր խորհուրդներ օրվա դեղատոմ սեջի միջոցով։
Բարի լույս, ցանկացած գործի լավ ավարտի համար կարևոր է մեր լավ տրամադրվածությունը, նույնը վերաբերում է նաև առողջությանը։ Այսօրվա մեր առողջության դեղատոմսը վերաբերում է Յիցենկո Կուշինգի համախտանիշին, իսկ ինչի այն եւ ինչպես այն ախտորոշել, կպարզենք հենց հիմա Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի բժիշկ էնդոկրինոլոգ Աստղիկ Կարապետյանի հետ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Եվ այսպիսով ինչ համախտանիշ է Յիցենկո Կուշինգին։ Համախտանիշը մագերիկամների եւ հիպոֆիզի հետ կապված ախտահարում է էնդոկրին համակարգում։ Մենք արդեն խոսել ենք մագերիկամների մասին, որոնք նույնպես էնդոկրին զույգ գեղձեր են տեղակայված երիկամների վերին բևեռներում։ Այս համախտանիշի ժամանակ մագերիկամների կեղևային շերտը սկսում է արտադրել ավելի շատ հորմոններ, մասնավորապես կորտիզոլ հորմոնը, ուստի եւ խանգարվում է օրգանիզմի նյութափոխանակությունը եւ սկսում է տարբեր օրգան համակարգերի կողմից շեղումներ գրանցվել եւ հիվանդությունը աստիճանաբար սկսում է խորանալ։ Եվ մենք ինչպես ենք այն զգում։ Ուրեմն առաջին հերթին հիվանդները լինում են ճարպակալված, առաջնահերթ դա է աչքի ընկնում, ունենում են կլոր լուսնանման դեմք եւ ի տարբերություն մյուս ճարպակալումով հիվանդների, նրանց մոտ ավելի արտահայտված է ուսագոտու հատվածը, հավասարաչափ չի բաշխված ճարպային հյուսվածքը, բացի դրանից որովայնի հատվածներում կան ստրիաներ, բալի գույնի բավականին լայն ստրիաներ են, որոնք նույնպես բավականին տարբերակիչ ախտորոշման համար մեծ նշանակություն ունեն այս ստրիաները գծերը։ Հիվանդները ունեն տիպիկ այդ արտաքին տեսքը, կարմիր դեմք, կարող է էկզոֆտալմի երևույթ լինել, աչքերը արտանկած լինեն, հիմնականում նշում են բարձր ճնշում զարկերակային, արտահայտված թուլություն են նշում։ Իսկ ցավային գանգատներ։ Գիտեք, քանի որ ախտահարվում են տարբեր օրգան համակարգեր, ոչ, սուր ցավային իհարկե գանգատներ չեն լինում, բայց եթե ունենանք սրտի ախտահարման գանգատներ եւ սրացումներ, հնարավոր են ցավային ախտանիշներ, սակայն սա բավականին ծանր քրոնիկական ընթացք ունեցող հիվանդություն է, հատկապես երբ առաջանում է Կուշինգի հիվանդությունը, ոչ թե համախտանիշ է, երբ արդեն հնարավոր է, որ հիպոֆիզի ադենոմը առաջանա, սա արդեն ոչ թե որոշակի երկար տարիների ընթացքում կարող է արտահայտվել, այլ կարճ ընթացքում կարող է հիվանդության ելքը բարդացնել, վիճակը վատացնել։ Իսկ պատճառը ո՞րն է առաջացման։ Առաջացման պատճառը հնարավոր է, ինչպես ասացի, հիպոֆիզի ադենոման, հնարավոր է մագերիկամների կեղևի բարորակ գոյացությունները, հնարավոր է 10-ից 25% դեպքերում այդ չարորակ կորտիկոստերոմանները, նորագոյացությունները, որոնք եւ ունենում են արդեն ծանր ելք։ Եվ ինչպիսին է լինում ընթացքն ու բարդությունը, ինչպիսին կարող է լինել։ Այս հիվանդությունը աղտահարում է, ինչպես նշեցինք, տարբեր օրգան համակարգեր։ Աղտահարումը ընթանում է սկսած սիրտանոթային համակարգից, մինչև ամենածանր բարդություններից մեկը ոսկրային համակարգի հետ կապված բարդություններն են։ Հիվանդները աստիճանաբար գանգատվում են ոսկրային ցավերից եւ նրանց մոտ զարգանում է օստեոպորոզ, որը ոսկրային հյուսվածքի արդեն փոխրունություն է առաջացնում եւ կարող է բարդանալ կոտրվածքներով եւ բերել հաշմանդամության։ Իսկ անխարգելել կարող ենք։ Հիվանդությունը, եթե ժամանակին ախտորոշվի, ելքը բավականին բարենպաստ է։ Ինչպես բոլոր էնդոկրին հիվանդությունները բնականաբար կանխարգելել կոնկրետ Յիցենկո Կուշինգի հիվանդությունը դժվար է նշել որևիցե կանխարգելման միջոց, բայց ամենաարդյունավետը դա ճիշտ դիագնոզն է։ Իսկ ցավոք այս հիվանդությունը 70-80% դեպքերում շատ ուշ է դիագնոզվում եւ արդեն զարգացած են թեկուզ սիրտանոթային համակարգի կողմից բավականին ծանր բարդություններ, թեկուզ օստեոպորոզը, մի խոսքով բավականին ուշ է ախտորոշվում, ուստի բուժումը բավական գանգատները արտահայտիչ էին, ինչու են ուշ ախտորոշվում։ Գիտեք, հիվանդները հիմնականում կապում են ճարպակալման հետ այդ երևույթները, կանանց մոտ երբ առաջանում է ցիկլի խանգարումներ, կապում են ձվաների պոլիկիստոզի հետ,
ուստի դիֆերենցիումը չի կատարվում հիվանդության եւ սիմպտոմատիկ ճիշտ է բուժում ստանում են հիվանդները, բայց քանի որ չի ախտորոշվում կոնկրետ այս հիվանդությունը, բուժումն էլ հիմնականում դառնում է անարդյունավետ։ Իսկ բուժման եղանակները որոնք են։ Բուժման եղանակները եւ վիրահատական են եւ դեղորայքային, հիմնականում իհարկե կիրառվում է վիրահատական բուժումը, ճառագայթային բուժումներ են իրականացվում եւ կան դեղամիջոցներ, որոնցով նույնպես կարելի է պայքարել հիվանդության դեմ։ Շնորհակալություն։ Հետևեք մեզ, դեռ կհանդիպենք։ Կարճատև գովազդ, որից հետո կշարունակենք։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Կերկին բարի առավոտել երստատիտողներ, այս պայն խոսելու ենք ամառային մի կարևոր թեմայի մասին։ Այո, ամառային օրերի ամենակարևոր խնդիրներից մեկի արևի ազդեցության մասին այսօր կխոսենք բժիշկ մաշկաբան Լիլիթ Հարությունյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, եւ մենք ամբողջ տարին սպասում ենք, որ արև լինի, գալիս է ամառը, արևը շողում է եւ կարծես թե խուսափում ենք արևից։ Հետաքրքիր է ինչքան չափաբաժինն է ճիշտ արև ստանալու։ Այո, հիմա սեզոնը այնպիսին է, որ բոլորը ուզում են ունենալ, ցանկանում են ունենալ գեղեցիկ արևայրուք, չմտածելով հաճախ դրա վնասակար ազդեցությունների մասին։ Շատ կարևոր հանգամանք է նախ, ուզում եմ շեշտել մենք անգամ եւս, որպեսզի գտնվել արևի տակ որոշակի ժամային ընթացքում, ամռան սեզոնին նամանավանդ։ Այսինքն մինչև 12 ընկած ժամանակահատվածը եւ 4-ից հետո դա համարվում է անվտանգ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվելու համար։ 12-ից 4 ընկած ժամանակահատվածը դա ամենավտանգավորն է, որովհետև ամենաինտենսիվն են այդ դեպքում ճառագայթումը լինում, երկու տիպի ճառագայթումն է հիմնականում 290-ից 320, դա UVB այսպես կոչված եւ 320-ից 340 UVA արևի ուլտրամշակագույն ճառագայթները։ Երկրորդ հանգամանքը, որ կուզեի շեշտել, դա անպայման արևապաշտպան քսուկների օգտագործումն է, որպեսզի մի փոքր կարողանանք երկարացնել անվտանգ ձևով արևի ճառագայթների տակ գտնվելու մեր հավանականությունը։ Այսպես կոչված SPF 30, SPF 15, SPF 35 եւ ավելի քսուկներ SPF ֆակտոր գործում պարունակող քսուկները մեզ թույլ են տալիս ուղղակի անվտանգ մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթման տակ, որովհետեւ այդ 10, 15-ը, 30-ը մի փոքր փակագծերը բացեմ, դա երկարացնում է այդ ժամանակահատվածը, որպեսզի մեզ ճառագայթումը ուղղակի չվնասի։ Երրորդը, որ կուզեի խոսել, դա ըստ մաշկերի տիպերի կախված ուլտրամանուշակագույն ճառագայթման, այսինքն մեկ անգամ խոսել ենք արդեն այդ թեմայով ձեր մյուս գործընկերների հետ, մեկ անգամ էլ կուզեի ասել, որ առաջին եւ երկրորդ տիպի մաշկերը, հիմնականում սլավոնական մաշկերը, դրանք այն մաշկի տիպերն են, որոնց համար ցանկալի չէ արևայրուկը, որովհետև նրանք չունեն ուղղակի բավականաչափ մելանին պիգմենտ գունակը, որը հենց պաշտպանի չէ, այսինքն արտադրությունը խթանվում է ուլտրաֆիոլետի տակ եւ դա պաշտպանում է այսպիսով մաշկը տարբեր բացասական ազդեցություններից, ինչպես են ֆոտոծերացումը, ինչպիսիք են ֆոտոալերգիկ ռեակցիաները, ինչու ոչ Արդեն երրորդ, չորրորդ տիպի մաշկերը, օրինակ հիմնականում, մեր մոտ հայերի մոտ գերազանցում է այս ֆոտոտիպը, ավելի հանգիստ է, այսինքն լինում է միշտ թեթևակի կարմրությունը, էրիտեման մենք ունենում ենք ի սկզբանե, բայց հետո արդեն գեղեցիկ արևայրուկ են հիմնականում ստանում, եւ արդեն 5-րդ, 6-րդ տիպերը, արաբները, նեկրոիդ ռասան, աֆրիկացիները
այդ դեպքում հիմնականում խնդիր չենք ունենում, պիգմենտը բավականաչափ է, մելանինը շատ է։ Այս ամենը խոսելով հանդերձ մի փոքր այս վնասակար ազդեցները խոսելով հետ մեկտեղ կուզեի նաև մի փոքր խոսել ինչի ոչ օգտակար հատկություններից նաև մեր բոլոր հարցերին պատասխանում Այո։ Ընթացքում ուզում եմ հարց տամ, դուք արդեն պատասխանը տալիս եք։ Լավ։ Ձեզ իհարկե հաճելի է լսել։ Շնորհակալություն։ Օգտակար ազդեցություններից արդեն մանկուց բոլորս գիտենք, երեխաները որ ծնվում են, մանկաբույժները ինչքան են մեզ նշանակում վիտամին D։ Այո, եւ վիտամին D-ն ինքը իրոք շատ կարեւոր էլեմենտ է մեզ մոտ հանդիսանում, այն հանդիսանում է ճարպալուց նախորդը մեր ստերոիդ հորմոնների եւ սինթեզը իր իրականանում է մաշկում հիմնականում։ Քանի որ սինթեզը իրականանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության տակ, արդեն այս դեպքում մենք հանգում ենք նրան, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը օրվա մեջ գոնե 20-ից 25 րոպե ոչ վնասակար ժամերին, որ նշեցինք 12-ից 4-ը, մեզ անհրաժեշտ է։ Իսկ ավերցուկ չի լինում վիտամին D։ Գիտեք հետաքրքիր է ինչու՞մ է, հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ արևոտ երկրներում, օրինակ մեզ մոտ, Հայաստանում, պակասորտ միշտ կա, ավելցուկ ոչ։ Բայ, հետաքրքիր է։ Դրա համար այժմ շատ առաջադեմ լաբորատորիաներ Երևանում էլ կատարում են վիտամին D-ի հետազոտությունը, այսինքն արյան մեջ որոշվում է քանակությունը եւ պակասորտի դեպքում անպայման նշանակվում է ավելցուկ վիտամին, որպեսզի այդ պակասորտը լրացվի։ Իսկ մառախլապատ երկրներում ապրող մարդկանց մոտ, օրինակ Մոսկվայում գրեթե միշտ մռայլ է։ Եվ իրենց մոտ բնականաբար քանակությունը ցածր կլինի, իրենք նորից անհրաժեշտ է երեխաների մոտ, որպեսզի ռախիտի զարգացում չգնա, որտեղ օստեոմալացիա է գնում, երբ որ կա վիտամին D-ի պակաս, այսինքն կալցիումի ներծծումը, երբ որ վիտամին D-ն քիչ է մեզ մոտ, կալցիումի ներծծումը խանգարվում է ուղղակի, սա բերում է հանգեցնում է մեզ ոսկորների օստեոմալացիայի, երեխաների մոտ ռախիտի, մեծահասակների մոտ օստեոպարոզի, որը բերում է ոսկրերի կոտրվածների հաճախ։ Փաստորեն շատ լուրջ երևույթ է, բայց մենք այդպես մատների արանքով ենք նայում այս ամեն ինչին։ Պատկերացրեք, արդեն մեզ մոտ էլ բավականին լուրջ են սկսել մոտենալ այս թեմային, որովհետև արդեն բազմաթիվ հետազոտություններ ուղղակի ապացուցում են, որ վիտամին D-ի անհրաժեշտությունը պակասորտ ավելի շուտ էսպես ասեմ, միշտ դիտում ենք թե սիրտանոթային հիվանդությունների դեպքում, թե դիաբետի ժամանակ, թե որոշ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։ Օրական ինչ չափաբաժնով է պետք արևի տակ լինել։ Օրինակ երեխաներին հիմնականում ասում են, չէ, 5-ից հետո դուրս եկեք բար, որպեսզի արև ստանան։ Եվ դա ինդիվիդուալ է ամեն մարդու համար, թե բոլորի համար։ Դե տեսեք, ըստ մաշկի տիպերի ես մի փոքր այդ պահը շեշտեցի, առաջին, երկրորդ մաշկի տիպերը ավելի քիչ քանակությամբ, արևապաշտպան քսուկներով, իսկ այ վիտամին D-ի սինթեզի համար կոնկրետ, եթե մեզ դա իհարկե մանավանդ ունենք պակասորտ, հետազոտություն ենք անցել, գոնե 20-25 րոպե զուգահեռ վիտամինի ընդունմանը անհրաժեշտ է ուղղակի մնալ արևի։ Եվ ինձ միշտ մի հարց հետաքրքիր է, արևայրուք ստանալուց առաջ մաշկը պետք է պատրաստել արևայրուքին եւ իհարկե հետո ինչպես պետք է խնամել, որպեսզի անվնաս լինի։ Տեսեք, միշտ արևայրուքից առաջ անում ենք հա սկրաբները, որոնք ինչ են անում, մեր մերուկացած ուջիջները հանում են, որպեսզի հետո արդեն մեր արևայրուկը երբ որ լինի հարթ, հավասարաչափ եւ տեղ-տեղ անդադ թեփոտումը, այսինքն արևայրուքից հետո երկար պահպանվի։ Եվ արդեն հետոն անհրաժեշտ է անընդհատ խոնավեցնել մաշկը, որովհետեւ արևայրուկը մեզ բերում է ինչի մաշկի ջրազրկման, շատ գեղեցիկ է, շատ նայվում է գեղեցիկ, բայց պահի տակ ջրազրկման է բերում մաշկի, այդից պատճառով խոնավեցնող քսուկները, ինտենսիվ խոնավեցնող արևայրուկի հետո պարտադիր են հանդիսանում։ Իսկ ինչպես ընտրել ճիշտ քսուկներ, որովհետև գնում ես խանութ, բազմազան է ընտրությունը, ինչպես ընտրել քո մաշկի համար ավելի ճիշտ կամ տեսեք, եթե մաշկը ճարպոտ է, հիմնականում վերցնում ենք այն նույն խոնավեցնող քսուկները թե մարմնի, թե դեմքի, որոնք ճարպեր չեն պարունակում ընդհանրապես, եւ այնտեղ եթե ուշադրություն դարձնեք, միշտ նշված է լինում for oily skin, այսինքն ինքը չպետք է պարունակի տվյալ դեպքում այդ ճարպերը ավելորդ, որը անհրաժեշտ է չոր մաշկին, որը չի պարունակում չոր մաշկը։ Եվ հակառակը, եթե ձեր մաշկը չոր է, ցանկալի է, որ խոնավեցնող կոմպոնենտների հետ
մեկտեղ լինեն նաև ինչ որտեղ սնուցող կոմպոնենտներ, ճարպա թթուներ պարունակող, որպեսզի մի փոքր նաև սնուցում այդ չորությունը հանելու համար ատոպիկ օրինակ մաշկերին է դա վերաբերվում հիմնականում։ Գիտեք, ինձ Միացյալ Նահանգներում մի անգամ ասացին, որ SPF-ը լինում է մինչև 40-50, իսկ մեզ մոտ հաճախ հանդիպում ենք 90-անոց SPF-ով արևապաշտպան քսուկ։ Տեսեք, որ մի փոքր բացատրեմ ավելի ընդհանրապես նորմայում մինիմալ ժամանակահատվածը անվնաս, որպեսզի գտնվել արևի տակ 5-ից 8 րոպեն է համարվում, որպեսզի մաշկի համար հենց կոնկրետ չունենանք վնասակար ազդեցություն։ Ու եթե կա խնդիրը վիտամին D-ի հետ կապված, դա երկարացնում է ժամանակահատվածը։ Կոնկրետ SPF-ը 10-ը արդեն նշանակում է 10 անգամ է ավելանում այդ ժամանակը։ 30-ը այսինքն այդ 5-ից 8 րոպեն մեր մոտ տվյալ դեպքում ավելանում է 30 անգամ։ Եվ մի փոքր 90, 100 եւ այլն դա ավելի փոքր չափազանցրած այն առումով, որ եթե արդեն մեզ մոտ 30-ը կա, դա կարելի է ասել լիարժեք մեզ թույլ է տալիս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Հնում մարդիկ հիմնականում արևի տակ են լինում եւ հաճախակի են արևայրուք ստանում առանց, չգիտեմ, հատուկ պարկելու եւ այլն եւ ոչ մի մաշկի քաղցկեղ բան չեն ստանում։ Իսկ հիմա կարծես 21-րդ դարի ամենատենց շոշափվող թեմաներից մեկն է, որ արևայրուքից առաջանում է նաեւ քաղցկեղ։ Կամ ստանում են, մենք չգիտենք։ Տեսեք, լավ ճիշտ ասեցիք, շատ հաճախ չեն էլ դիագնոզ, այսինքն կարող է ընդհանուր առումով ճիշտ չի դրվել։ Այո, այսօր իրոք արևայրուկը դարձել է արդիակ արևայրուկի հետևանքով առաջացած հիվանդությունները, որից նաև մաշկի քաղցկեղը շատ հաճախ է հանդիպում, որովհետև օրինակ, այսպես նշենք, նույն Ռուսաստանում հաճախակի ինչ է կատարվում, այնտեղ ձմռան ամիսներին հիմնականում գնում են հանգստանալու արևային երկրներ եւ նշում եմ նորից առաջին, երկրորդ ֆոտոտիպի ժողովուրդ։ Բաց մաշկ ունեցողներ, այսինքն։ Այո, եւ ամռան ամիսներին կարող է իրենց մոտ անցկացնել, որտեղ կա անընդհատ ինտենսիվ արև, բայց բնությունը ի սկզբանե ստեղծել է, որ այդ մարդկանց մոտ սեզոնը լինի այնպիսին, որտեղ իրանց մաշկը ուղղակի չի կարող այդքան պաշտպանի ունակ չի պարունակում, որպեսզի կարողանա պաշտպանել, որպեսզի իրենք քիչ թե շատ սառը կլիմայական պայմաններում, այսինքն քիչ արևով, հա, երկրում։ Իսկ այն հայերը, ովքեր ծնվել են արևաշատ Երևանում եւ տեղափոխվել են Մոսկվա, ինչպես են դիմանում այդ եղանակին։ Դա էլ իր դժվարությունն ունի, ընդհանրապես ադապտացիան շատ կարևոր է այդ դեպքում, երբ որ գնում են, արդեն կարոտում են այդ արևը, այդ տաքությունը, ջերմությունը, այդտեղ մառախլապատը։ Այո, դա միշտ կա, որովհետեւ ի սկզբանե գենետիկորեն արդեն դրված է, որ տվյալ անձնավորությունը այս տիպի մաշկին է պատկանում եւ ի սկզբանե թեկուզ նույն արևի չափաբաժինի իր մոտ կարծես ֆիքսվածությունը այդքան է, հետո արդեն ադապտացիայի միջոցով եւ դա է ուզում ասեին նույն այս լավոն ռուսների մոտ էլ հա ինչի է մաշկի քաղցկեղը շատ դիտվում, գնացին վնասվեց ձմռան ամբողջովին տաք երկրներ, ծովի ափին պարկեցին, ամառն էլ եկան իրենց մոտ արև նորից եւ փաստորեն կլոր տարին ունեցան անդադ ինչ որտեղ վնասվեց մաշկը։ Լավ, հաճախ կոսմետոլոգները խորհուրդ են տալիս կոսմետիկ միջոցներից առաջ գցել արևապաշտպան քսուկ։ Կարող եք բացատրել ինչու։ Կամ արդյոք պետք է այն օգտագործել նաև ձմռանը, երբ արև չկա։ Գիտեք, որ արևապաշտպան քսուկ գցելը տոնային կրեմի տակ ամռան սեզոնին դա պարտադիր է, այսինքն դա չի խանգարում ձեր տոնային հարդարմանը ընդհանրապես, հակառակը դա պաշտպանում է նորից ուլտրաֆիոլետից, ուղղակի դուք վրան էլ անում եք ձեր դիմահարդարումը։ Ձմռանը եթե կա արև եւ մարդը տվյալ անձնավորությունը չէ լինում արևոտ օրերել, տվյալ անձնավորությունը եթե ունի խնդիր մանավանդ պիգմենտացիա է, արդեն ամառ, աշուն, գարուն, ձմեռն էլ երբ որ պետք է քսվի։ Իսկ հետաքրքիր է տարածաշրջանը կապ ունի արևայրուք ստանալու համար, այսինքն Երևանի արևը ուրիշ է, Դուբայի արևը ուրիշ է, մի տեսակ եղավ։ Բնականաբար ինչ որ տեղ ունի, այո, Դուբայի արևը ավելի ուժեղ է եւ այնտեղ ժողովուրդը ավելի պատրաստ է այդ արևին, իրենք մուգ են, իրենք մաշկը հեշտ է ընդունում, իրենք ծով ունեն։ Մեր մաշկը արդեն սովոր է մեր կլիմայական պայմաններին, այսինքն մեր չոր կլիմային մեր արևին խոնավ երկրներում ինչքան դժվար է, երբ որ ջերմաստիճանը մի փոքր բարձրանում է, այնտեղ արդեն շատ արագ զգացնել է տալիս, այդ խոնավությունն է զգացնել տալիս, մեր մոտ ավելի թեթև է այդ պահը տարվում, որտեղ կլիման չոր է։
այդ աստիճանի չենք զգում ուղղակի։ Իսկ ինչպես հասկանալ, որ արդեն սա արևայրուք չէ, այլ արևահարություն է եւ ինչպես առաջին օգնություն ցույց տալ այդ մարդկանց։ 5 րոպե Սևանում գտնվելուց հետո կարող ես հասկանալ։ Իրոք։ Տեսեք, եթե կա արդեն մաշկի կարմրացություն, էրիտեմա ուժեղ, կամ մռմռոց, կա ինչու՞ չէ գլխացավ, թուլություն, դա արդեն առաջին նշաններն են հանդիսանում, որ տվյալ անձնավորության մոտ նկատվում է արդեն ոչ թե արևայրուք է ստեղ գնում, այլ արևահարություն։ Անհրաժեշտ է շատ մեծ քանակությամբ հեղուկ ընդունել միանգամից այդ դեպքում։ Կարելի է որոշ հակաբորբոքայիններ, երբ որ նման տաքության բարձրացում է, ջերմության բարձրացում է հաճախ դիտվում, անհրաժեշտ է նաև հակաբորբոքային ինչ-որ մի պրեպարատ խմել այդ վատ զգացողությունը հանելու, ջերմությունը իջեցնելու կան հակաայրվածքային քսուկներ, որոնք կարելի է օգտագործել ալոյով, թռչոցով, թարցը մի անգամ էլ են ընտրվել, իրենք, տեսեք, ես ընդհանրապես տնական միջոցներով շատ խորհուրդ չեմ տալիս, մածունը ուղղակի տվյալ պահին, թե ոչինչ ձեռքի տակ չկա, պրոտեիններ պարունակող հատկությունը քիչ թե շատ հանգստացնում է, բայց դա բուժել դրանով ճիշտ չէ, որովհետև արդեն ուժեղ այրվածքների ժամանակ այնտեղ թեթև կորտիկոստերոիդներ են անհրաժեշտ, կսվի հակաայրվածքային պրեպարատներ, պանտենոլ, այսինքն ջրազրկումը հանող քսուկներ, ալոյով թռչոցներ կարելի է դնել։ Լավ, նաև եկեք խոսենք արհեստական արևայրուք ստանալու միջոցներից, այ պարբերաբար սոլարիից են օգտվում աղջիկները, որը եւս վնասակար կողմ է։ Օգտակար կողմ չունի, չէ՞, կարծես սոլարին։ Կարելի է ասել գրեթե չէ, օգտակար իր էսթետիկ գեղեցկությունն է, որը շատ սիրում են մեր աղջիկները եւ հաճախ հաճախում են։ Իհարկե սոլարին էլ իր հերթին գնալու դեպքում շատ ճիշտ եւ գրագետ ձևով պետք է անել։ Ինչպես։ Այսինքն կախված մաշկի տիպից, նորից գնացիք սալարի քիչ ժամանակով 10 րոպեն է, եթե չեմ սխալվում, մինիմալ է այնտեղ, որ մնում են, այնուհետև 10 րոպե արեցիք, մի փոքր ստացակ այդ մքությունը, տեսնում եք մաշկը ոնց է ընդունում եւ արդեն մի շաբաթ, հաջորդ շաբաթ կարելի է գնալ սեանսը մի փոքր երկարացնել։ Անպայման անհրաժեշտ է սոլարի գնալու դեպքում ծածկել հալերը, աչքերի հատվածը։ Մի խոսքով ավելի լավ է չգնաք սոլարի, համենայն դեպքում գնացողները որպեսզի հետագա խնդիրներ չունենաք։ Ինչեւ շնորհակալություն ձեզ հյուրընկալվելու համար, հիշեցնենք մեր հյուրն էր բժիշկ մաշկաբան գեղեցկուհի, ուղղակի գեղեցկուհի Լիլիթ Հարությունյանը։ Շնորհակալություն ձեզ օգտակար խորհուրդների համար, խորհուրդ ենք տալիս արևի տակ պարկել գրագետ, այսպես ասենք։ Այս պահին կարճատև գովազ մեր եթերում, հետո կշարունակենք։ Կրկին բարի առավոտ, սիրելի անցնենք մեր հերթական լուրերի։ Ժամանակակից մարդը անհավանական ծավալների տեղեկատվություն է ստանում։ Հետազոտությունները փաստում են, որ վերջին 30 տարվա ընթացքում ինֆորմացիայի կիրառումն աճել է 450%-ով։ Արդյունքում խոշոր քաղաքների բնակիչները օրական ստանում են 34 գիգաբայթ, այսպես ասած, տեղեկատվություն եւ լսում են 100,000 բառ տեքստերի, տեսագրությունների եւ ձայնագրությունների տեսքով։ Համեմատության համար ասենք, որ 3 հատորանոց պատերազմ եւ խաղաղություն վեպում 460,000 բառ կա։ Բայց ոչ բոլորն են ունակ ընկալելու եւ վերարտադրելու այդ տեղեկատվությունը, թեպետ դրանցից գրագետ օգտվողները կարողանում են տեղեկատվությունը ծառայեցնել սեփական շահերին եւ տեղեկատվության կարեւորության այդ հասկացողությունը շատ այս օրերին արդիական է։ Մեր օրերում եւ իհարկե տեղեկատվությունը զենք է, այսպիսի արտահայտություն կա, որը լոկ արտահայտություն չէ, այլ կիրառվում է իհարկե մեր օրերում։ Ուղղակի գիտես, հիմա ինչքան շատ ինֆորմացիա է ստանում, շուտ ես մոռանում։ Օրական այդքան պատկերներ, այդքան ինֆորմացիա եւ հաջորդ օրը չես հիշում, չի ֆիքսվում։ Համաձայն եմ եւ այո, համաձայն եմ նաեւ այն ասույթի հետ, որ ինչքան շատ բան գիտես, այդքան շուտ կծերանաս։ Ինչեւ մեր հաջորդ տեսանյութը տեղեկատվության մեկ այլ կողմից է մոտեցել, տեղեկատվությունը զենք է։ Տեսնենք, թե ովքեր են օգտագործում այդ զենքը եւ ինչպես են օգտագործում, տեսանյութի օգնությամբ կծանոթանանք հենց այս պահին։ Եթե դուք ապրեիք 18-րդ դարում ու անգամ լինեիք աշխարհի ամենաընթերցասեր մարդը, ապա ձեր ողջ կյանքի ընթացքում կհասցնեիք կարդալ միայն 50 գիրք։ Կալիֆոռնիացի գիտնականներն են հաշվարկել։ Միջնադարի ու ժամանակակից մարդու միջև հավասարության նշան դնելը ինֆորմացիա վերցնելու եւ տալու առումով գրեթե անհնար է։ Բավական է միայն նշել, որ ամեն օր տեղեկություն ստանալու համար համացանց է մտնում շուրջ 1.5 միլիարդ մարդ։
Արդյունքում անհատը անընդհատ գտնվում է երկընտրանքի մեջ, անընդհատ այդ լուրերի խառնիճաղանջ քաոսի մեջ։ Գիտության մեջ վաղուց ապացուցված է տեղեկատվությունը եւս էներգիայի տեսակ է եւ ինչպես յուրաքանչյուր էներգիա այն ազդում է մարդու նյարդային համակարգի վրա։ Լսարանը բաժանվում է երկու մասի՝ իմացական ընկալումներով լսարան եւ բնազդային։ Բնազդային էտեն է, երբ որ ինչ-որ բարդ մտավոր աշխատանք չի պահանջում։ Բնազդային մեջ կարող է սեռական պատկերների ընկալում, դաշնության ընկալում եւ այլն։ Նույնիսկ հետաքրքիր, որ բնազդային ինֆորմացիան ավելի լավ է կլանվում։ Ընդհանուր տեղեկատվական ինֆորմացիոն դաշտը եւ ապագայի մարդը, որ ասենք դրանից կարող է վերածվել ռոբոտի, չէ։ Ինչպիսին են, եթե նա ներաշխարհում ունի լույս, արև, հոգեկան այսպես ջերմություն, նույն տեղեկատվությունը նա կարող է ընդունել ինֆորմացիան եւ այլն, բայց ինքը դրանից չընկճվել։ Եվ այնուամենայնիվ ըստ հոգեբաների մարդն ամեն դեպքում սովորում է ինֆորմացիայի նման մասշտաբներին ու որքան էլ դրանք սթրեսատին լինեն, շատ հաճախ նաև կոփում են մեզ։ Շատ հաճախ այդ վատ տեղեկատվությունը, անդադ կրկնվում է, դրանով կարծես թե ուզում են ինչ-որտեղ ազդել, բայց իրականում արդեն կայացած անհատները զգում են, էլ չեն նայում այդ ուղղությամբ։ Իրանք փնտրում են, այո, չեն էլ հավատում դրա ճշմարիտ լինելու մեջ։ Իրենք փնտրում են նոր ավելի հետաքրքիրը։ Եթե 50 միլիոն լսարան ունենալու համար հեռուստատեսությունից պահանջվեց 13 տարի, ապա համացանցն այդ թվին հասավ ընդամենը 4 տարում։ Չնայած դրան, որակյալ տեղեկատվություն մարդիկ ակնկալում են ստանալ նաև ավանդական լրատվամիջոցներից։ Կուզենայի գիտությանը վերաբերվող, կրթությանը վերաբերվող հաղորդումներ լինեին ավելի շատ, որպեսզի երեխաների միտքը զարգանար։ Ավելի ինտելեկտուալ, այսպես խաղեր։ Կուզենայի մի փոքր ավելի ժողովրդի կյանքը տեղ ներկայացվել, ավելի գունեղ, ավելի սիրուն։ Կիսատ բռատ են ասում, ինչ որ բաներ չեն ասում։ Ռուսական լրատվամիջոցները ավելի ճիշտ են ասում, փաստորեն, եւ եթե համեմատում են, չի բռնում իրար։ Շատ վաղուց հեռուստացույց չեմ դիտում ուղղակի։ Լավ բան չեն սովորեցնում։ Մի քիչ ավելի էսթետիկական, արվեստի բանի բնագավառի հաղորդումներ, որ մարդիկ ինչ-որ մի բան իմանան։ Հիմա ամեն ինչն էլ բաց է ու տենց բան չկա, որ չպետք է լինի։ Յուրաքանչյուր 20 րոպեում Facebook-ում տարածվում է 1 միլիոն հղում, սպանություններ, բռնություններ, կողոպուտ ու միայն արանքում կարող ես հանդիպել որևէ դրական լուրի։ Սոցիալոգեբան Էլիոտ Արոնսոնը հետազոտություն արել, երբ որ մարդը սկսում է նեգատիվ ինֆորմացիա կլանել որոշակի ժամանակաշրջան, կոնկրետ օրեր, այսինքն մոտ 20 օր, եթե նեգատիվ ինֆորմացիա ստացավ, մարդը դրանից հետո նեգատիվ է տրամադրվում։ Եթե 20 օր դուք բացական ինֆորմացիա տաք մարդուն, 21-րդ դրական ինֆորմացիա եք տալիս, ինքը չի ընկալում դրական ինֆորմացիան։ Տեղեկատվական ամենատարբեր հոսանքների մեջ մարդու հիմնական քայլը մնում է ընտրություն կատարելը, ընտրել որակյալի ու անորակի, ճշտի ու ապատեղեկատվության միջև։ Ի դեպ, մեր ուղեղի հնարավորությունները շուրջ 200 տարում ահռելի թռիչք են կատարել։ Ներկայումս մարդը միջինը կարող է յուրացնել 600,000 գրքից վերցված տեղեկություն։ Մի կորցրեք ձեր ժամանակը ու մի խնայեք այն իրազեկ լինելու համար։ Էլի Մովսիսյան, Արտակ Մարտիրոսյան, Աղվան Հարությունյան, Առավոտը շանթում։ Քանի որ ամառվա վերջին ամիսն է, ավելի շատ մարդ է ստանում արձակուրդի հնարավորություն եւ մեկնում են ուղևորությունների, այս բանին խոսենք ուղևորության մասին, թե աշխարհում ամենաշատը որտեղ են գնում մարդիկ TripAdvisor զբոսաշրջային կայքը ներկայացրել է ընթացիկ տարվա ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունները եւ առաջատարն է Փարիզը հենց։ TripAdvisor կայքն արդեն 5-րդ տարին է անընդմեջ հարցում է անցկացվում իր այցելուների շրջանում եւ այս տարի հարցման համար ներառվել է ավելի քան 38 երկրների 412 զբոսաշրջային ուղղություններ։ Առաջին տեղում փաստորեն սիրո մայրաքաղաքն է։ Այո, Փարիզը, երկրորդը Նյու Յորքն է, երրորդը Լոնդոնը, չորրորդը Հռոմը, 5-րդ Բարսելոնը, այնուհետև Վենետիկը, Սան Ֆրանցիսկոն, Ֆլորենցիան, Պրահան եւ Սիդնեյը։ Այո, այնպես որ եթե ձեր բարեկամները արտերկրից գալիս են Հայաստան, մի տարեք Գառնի-Գեղարդ, տարեք Փարիզ, Լոնդոն, Բերլին։ Իսկ մեր հաջորդ տեսանյութը պատմում է ամենապահանջված լյուքս դասի հյուրանոցների մասին ըստ CNN-ի։ Տեսնենք։ Որ երկիր մեկնելի եւ ինչ հյուրանոց ընտրել ամառային հանգիստը վայելելու համար։ Լյուքս դասի հյուրանոցներ ըստ CNN-ի։ Եգիպտական միջազգային օդանավակայանից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա է տեղակայված տարածաշրջանի ամենագեղեցիկ ու բարձրակարգ հյուրանոցներից մեկը՝ Four Seasons Resort Sharm el-Sheikh-ը։ Գործում է 2002 թվականից։ Հյուրանոցի 19 երկհարկանի մասնաշենքերում միասին հաշվում է 136 տարատեսակ համարներ՝ գոլֆակումբ, լողավազաններ, ֆիթնես կենտրոններ, ռեստորաններ, բար, սրճարաններ, մարզասրահ եւ այլն։
եւ այս վայելքներից առնվազն 1 օր օգտվելու համար պետք է վճարել 800-ից 1000 ԱՄՆ դոլար։ Հնդկաստան, Ուդայպուր քաղաք։ Գեղատեսիլ Պիչոլա լճից ընդամենը 200 մետր հեռավորության վրա աչքի է զարնում Դե Օբերոյի Ուդայ Վիլլաս 5 աստղանի հյուրանոց դղյակը։ Հնդկական էկզոտիկ միջավայրն ու ավանգարդ ոճը հաճելիորեն համատեղված են գեշ, շքեղ ու հարմարավետ դղյակում։ Հյուրանոցում կա 2 ընդարձակ ռեստորան, որոնցից մեկը միայն ավանդական հնդկական ուտեստներ է հրամցնում այցելուներին։ 87 բարձրաճաշակ համարներից յուրաքանչյուրը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Իսկ այս դղյակում մեկ գիշեր հյուրընկալվելու համար պետք է վճարել 1500-ից 2500 դոլար։ Ամառային ամենագեղեցիկ ու հարմարավետ հյուրանոցների ցանկը լրացնում է 2009 թվականից գործող Մեջլիս Ռիզորտը, իսկ այնտեղ հայտնվելու համար պետք է ուղևորվել Քենիա, Լամու քաղաք։ Հյուրանոցից կարելի է հիանալ Մանդա կղզու և Պակ Կիտա ու ծովածոցի բնապատկերներով։ Իտալական ոճ, ավանդական ինքնատիպ կահավորում, տպավորիչ ինտերիեր, գերակշռող սպիտակի ներբերանքներով։ 27 էլիտ համարներում կա բաց պատշգամբ, որտեղից էլ տեսարան է բացվում դեպի ծով։ Հյուրանոցային ռեստորանում հիմնականում մատուցվում են բուսական ծագման ուտեստներ և ծովամթերքներ, բացառությամբ իհարկե իտալական հայտնի ճաշատեսակների։ Լամուի այս դրախտային հաճույքները վայելելու համար պահանջվում է 1500 ԱՄՆ դոլար, 1 օրվա դիմաց։ Շոտլանդական Թըրնբերի 5 աստղանի հյուրանոցը ոչ միայն հրաշագեղ հանգստավայր է, այլև առողջարանային հիանալի համալիր։ Փակ և բաց լողավազաններ, սպա առողջարանային կենտրոն, բիզնես ծառայություններ, բար սրճարաններ, մարզասրահ և այլն։ Հյուրանոցային 157 համարները կահավորված են դասական ոճով, հագեցած են ժամանակակից տեխնիկայով և գերհարմարավետ են։ Ակտիվ հանգստի սիրահարների համար անցկացվում են գոլֆի, թենիսի մասնագիտացված դասընթացներ, ինչպես նաև ձիավարություն։ Մեկ գիշերվա համար գանձվում է 1800-ից 2000 ԱՄՆ դոլար։ Արաբական Միացյալ Էմիրություններ, Palm Jumeirah թերակղզի։ Այստեղ է տեղակայված լյուքս դասի One and Only Palm հյուրանոցը, որն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետությամբ։ Հյուրանոցային հիմնական կառույցից բացի կան նաև ծովափնյա մասնավոր վիլաներ, որոնք մենակության ու խաղաղության սիրահարների համար հիանալի անկյուն են։ Հյուրանոցն ունի սեփական լողափ, բար սրճարաններ, 3 ռեստորան, որոնցից մեկը տեղակայված է հենց ջրի վրա։ Ցանկացած ջրային սպորտով զբաղվելու հնարավորություն, անձնական խոհարար, սպա մասնագետ և այլն։ Մի խոսքով, դրախտային վայելքների մի հրաշալի փաթեթ, որի դիմաց 1 օրվա համար պետք է վճարել նվազագույնը 2200 ԱՄՆ դոլար։ Ահա այսպիսի բաղձալի հանգստավայրեր։ Ճանապարհորդելուց հաճույք ստացող մարդիկ ստեղծվել են հերթական յուրօրինակ նախագիծը, որտեղ ներկայացել են 30 երկիր 4 րոպեում։ Թայվանի մի բնակիչ 2 տարվա ընթացքում կնոջ և որդու հետ 60 թռիչք է կատարել դեպի Եվրոպայի տարբեր անկյուններ, 200,000 ուշագրավ կադր որսացել և արդյունքում ստացել հրաշալի Եվրոպա կոչվող ֆիլմը։ Այդ փոքրիկ ֆիլմը 4 րոպեանոց ֆիլմից ինչ որ հատված մենք այս պահին կարող ենք մի քանի վայրկյան դիտել և հետո կշարունակենք։ Ինչ է բաց թողեց զբոսաշրջիկը, որ չի տեսե Մասիսն ու Սիսը։ Այո։ Գովազդը գիտակ Հայաստանը այս պահին գովազդ, հետո կունենանք իհարկե մեր Յուրմալայի հերոսներին, մեզ մոտ կունենանք հյուր գնաց։ Ընկերության միջազգայինորեն մեր ընկերներն են մեր հյուրերը լինելու։
Ինչպես եւ խոստացել ենք սիրելի հեռուստադիտողներ, մեր ընկերները արդեն իսկ գրեթե տաղավարում են այս պահին վայել ենք Սոնայի հրաշալի կատարումներից մեկը եւ հետո կհյուրանալենք նրանց։ Անդրի Աստված օրհնի որդոց հայոց Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալ օքսերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Քո սրտում գույնը իր հյուսի թող սոխակը իր երգով քո հոգում խոսի եւ թող նոր այս ծաղիկները քո վերքերը տակ փակեն եւ թող արևի շողերը քեզ նորից լցնեն Բրավո Սոնա, բրավո մեր պատվիրակությանը, որոնք արդեն մեր տաղավարում են, սիրով ողջունում ենք ձեզ, մեր հյուրերն են Անդրեն, Աննան եւ իհարկե Սոնան մի քիչ ավելի ուշ կմիանա մեզ։ Յուրմալայից մի քիչ հետո կգա։ Բարի լույս, ինչպես է տրամադրությունը։ Դեռ չենք հասկանում, եթե ճիշտը ես ասեմ, դեռ հետ գալու պրոցեսի մեջ ենք։ Խոսքը վերաբերում է ճանապարհից, եք այդպես եղել, չէ՞։ Ճանապարհի հետ խնդիր չունեմ, որովհետև ավելի երկար ճանապարհորդություններ եմ ունեցել, բայց 18 օր լարված աշխատանքից հետո, երբ որ վերադառնում ես տուն, այդտեղ հասկանում ես, որ Իսկապես հերթադողներին կհետաքրքրի հենց ներքին խոհանոցը մրցույթի, եկեք խոսենք այդ ներքին իրավիճակներից, արդյոք կար քաղաքականություն, ինչու հաղթեց վրացին, այլ ոչ Լատվիայի ներկայացուցիչ օրինակ, եւ մի քիչ ավելի ներքին խոհանոցային թեմաներից խոսենք։ Իսկապես ուզում եմ ասեմ այդ 15 օրերի մասին, 18 ինչպես ասաց Անդրեն, իսկապես թվում է թե հա մի կողմից այն չի եղել, որ 15 օրով գնացել են ծովափնյա մի շքեղ քաղաք հանգստանում են, բայց իրականում դա ամեն օր լարված աշխատանք է, ընդ որում շատ ավելի դժվար է ծովափնյա գեղեցիկ քաղաքում օրը 10 ժամ աշխատել ու շատ լարված, որովհետև յուրաքանչյուր օր դա փոքրիկ պայքար էր։ Շատ իրադարձությունների, մարդկանց ու իրավիճակների դեմ, որովհետև կան շատ բաներ, որ երևաց կադրում եւ շատ բաներ, որ կադրում իսկապես չերևաց, ու այդ պայքարը սկսվել է շատ ավելի շուտ։ Այսինքն առաջին օրվանից դուք գիտեիք ով է հաղթելու։ Չէ, ուզում եմ ասեմ, որ յուրաքանչյուր օր ինչ-որ բան պետք է հաղթահարես, ցանկացած իրավիճակներում, դա լինի զգեստ, մազեր, չգիտեմ, երգի ընտրություն։ Այ իդեպ զգեստների մասին եւ սանրվածքի, ինչքանով էր մեր պատվիրակությունը համաձայն եւ որպես պրոդյուսեր Անդրե կարող էր ինչ-որ բան փոխել, չհամաձայնվել այս սանրվածքի հետ կամ գուցե զգեստի դիզայնը։ Չես համաձայնում գնում ես տուն։
Դա նույնն է, ինչպես մեր օրինակ X Factor-ում գա ինչ-որ մասնակից եւ ասի, ես չեմ համաձայնվում այս երգը երգեմ, այս կերպարով ես չեմ համաձայնվում ելույթ ունենամ։ Եթե կա գոյություն ունի պրոդյուսեր եւ թելադրող, ապա եթե դու եկել ես որ քո կանոնները այնտեղ թելադրես, ապա իզուր ես այնտեղ եկել։ Քանի որ Ռևզինն էր այնտեղ ամեն ինչը որոշում, ինքն էր ռեժիսոր պաստանովշիկը եւ պրոդյուսերը, ինքն էր որոշում բացարձակապես ամեն բան։ Եվ ինքը առաջի օրվանից ասաց, ինձ խնդրում եմ չմոտենա որևէ պրոդյուսեր կամ պատվիրակության ղեկավար, եթե որևէ մեկը համաձայն չի, դուք կարող եք գնալ ձեր տեղ։ Այդ դեպքում մեր պրոդյուսերի ներկայությունը այնտեղ ինչքանով էր կարևոր, եթե չէր կարող ինչ-որ որոշումներ փոխել։ Այնքան կարևոր էր, որ ասելու չէ, իսկապես։ Չէ, նկատի ունեմ ելույթից բեմից դուրս դու կարողանում ես խորհուրդներ տալ, բայց ընթացքում չէր կարողանում խառնվել կամ ինչ-որ ուղղություններ տալ։ Մենք պատրաստվել ենք եւ ընտրել ենք երգեր այստեղ, որոնք որ ուղարկվել են այնտեղ եւ վերջնական ընտրությունը երգերի կայացրել են նրանք։ Մենք բեմից դուրս բավականին մեծ աշխատանքներ ենք կայացրել եւ ի շնորհիվ մեր թիմի լոգիկային եւ ճիշտ ժամանակին մոբիլիզացնելու ամեն բան պատրաստվել ամեն տեղ, ամեն հարց, իդեպ ասեմ, որ... Իդեպ ասեմ կներես, որ զգեստներիք հետ կապված ինքն է որոշում վերջնականը, բայց մինչև իրեն ցույց են տալիս զգեստները, այնտեղ բավականին երկար ժամանակ է անցնում եւ Անդրեն, օրինակ կոնկրետ երկրորդ օրվա զգեստը, այդ դիզայները որևէ կերպ ստիլիստները չէին ուզում հագցնել Սոնային, որ ըստիս ամենագեղեցիկ զգեստն էր, 4 օր Անդրեն այդ ստիլիստների ականջին նստած ասում էր, «Այս զգեստը հագցրեք», ասում են Ռևզինը չի հավանելու, ասում են հագցրեք հավանելու է, 4-րդ օրը հագցրեց տենց զգեստը, երբ որ մնացած բոլոր զգեստներին հասել էր, չէ, դուրս եկավ բեմ, Ռևզինը ասեց շատ լավ է, ստիլիստը նայեց Անդրեի դեմքին, ասեց Չէ, կային շատ զգեստներ, որոնք որ դեռ մինչ Ռևզինի փուլ անցնելը ես արդեն կտրում էի, որպեսզի հանկարծ չգնան այնտեղ, որտեղ մեր երգերի հետ եւ Սոնայի հետ առհասարակ կապ չունեին այդ զգեստները։ Եվ ընդհանրապես ավարտելով խոսքը, ասեմ, որ բոլոր մասնակիցները մոտենում էին Սոնային եւ ասում էին, կներեք եւ ասում էին Երանի քեզ, որ նման մարդ կա քո կողքին, որ քո հետ աշխատում է։ Մենք դեռ Ռևզինի անաչառության մասին խոսանք, բայց այս պահին դիմավորենք Սոնային ով մեր տաղավարումը եւ սիրով բարի առավոտ Սոնա։ Բարի առավոտ։ Դու մեր առավոտյան գեղեցկուհի, դու մեր պարծանք, դու մեր հրաշք։ Կարոտել ենք քեզ արդեն այս տաղավարում։ Ինչպես ես։ Շատ լավ եմ, ես էլ ձեզ էի շատ կարոտել ու այս տաղավարը։ Մենք իհարկե բարի վերադարձ։ Մի քիչ փուչիկներ ավելի ետար տեսնենք Սոնային, նրա պայծառ նոր տեսքը, նոր սաներվածքը, ինչպես է տրամադրությունը Սոնա։ Շատ լավ։ Շատ լավ։ Կարոտել էի։ Լավ, շնորհակալություն։ Այսինքն ընկճված չես։ Ինչի համար։ Դե ամեն դեպքում ինչպես 4 գլխավոր մրցանակներից մեկը, ինչպես կարող են ընկճված։ Բոլորը նշում են, որ հատուկ մրցանակ, բայց Priz Ritsevskih Sympatia դա հատուկ մրցանակ չի։ Հատուկ մրցանակը Women Roy մրցանակն է, որ մեկ ամիս շարունակ քվեարկություն եղավ եւ բոլորը քվեարկեցին Նովը Վալնայի լավագույն արտիստ կոչմանն արժանացա։ Շատ գեղեցիկ է, շատ կանացի։ Շնորհակալություն։ Իդեպ Ֆիլիպ Կիրկորովը նշեց, որ ամենակարևոր մրցանակը հենց հեռուստադիտողի համակրանք մրցանակն է։ Իսկ սկզբանե որ գնում եք, այ կար նպատակ, որ միայն հեռուստադիտողի կողմից սիրվենք եւ մրցանակ վերադարձնենք։ Դե քանի որ մենք արդեն ունենք 2 մրցանակ, հանդիսատես դատարկ ձեռքերով հետ չվերադառնալ։ Եվ մենք այդպես էլ արեցինք։ Մհերը եւ Էրիկը նույնպես արժանացել են հանդիսատեսի համակրանք մրցանակին եւ Մհերի տարին եւ Էրիկի տարին կարծում եմ, որ իրենք... Կարծում եմ հենց ճիշտ ժամանակն է խոսել քվեարկության հետ կապված, որտեղ ժամը երկարացրեցին, մինչև ժամը 12-ն էր ասված, այնուհետև սարքեցին մինչև... Ես սկսեմ Women Roy մրցանակից եւ այդ քվեարկությունից սկզբանե, որովհետեւ դրա մասին չի լուսաբանվել, քանի որ մենք այդ օրերին փորձում էինք ընդհանրապես ինֆորմացիա չտալ, որպեսզի մասնակիցը, որը դեռ չէր եկել, այսպես տրամադրությունը չընկնի իրան, բայց Women Roy քվեարկության հետ կապված էլ եղավ խնդիր, որովհետեւ այդ օրերին բոլոր Հայաստանի հայտնի մարդիկ Արա Մեմպետրին, Վիտամին, Գարիկ Պապան, Անդրեն ինքը Սոնան իր ֆան փեյջի վրա։ Եվ շատ։ Հա, դրել էին այդ post-ը, որ քվեարկեք Սոնայի համար եւ քվեարկությունը շատ ակտիվ էր դարձել։ Եվ չեմ հիշում որներ Անդրեն եկավ եւ ցույց է տալիս ինձ, որ ադմինիստրացիայի կողմից գրված է էջի վերջին եւ ուկրաինացիները, պետրիկները շատ ակտիվորեն սկսեցին նամակ գրել, որ լցնում են Սոնայի ձայները եւ այնտեղ տակը գրություն էր ադմինիստրացիայի կողմից, որ այսօր ժամը 6-ին Սոնա Ռուբինյան будет дисквалифицирована։ Այլևս մասնակից
Մենք ամբողջ մի 4 ժամ երևի Անդրեի հետ, այսպես պանիկայի մեջ թողել ենք մասնակցին, ուրեմն գրեցի այստեղ Հայաստան, որպեսզի մեր ինտերնետ սայթի պատասխանատուն Ռուզանան նամակ գրի իրենց սայթին, որ Սոնան մեր մոտ հայտնի մարդ է, Անդրեն գնաց իրենց ադմինիստրատիվ իսպանցիի պրոդյուսերին Ստելային դիմեց։ Մի խոսքով 4 ժամվա ընթացքում այդ խմբագրության հետ կապնվելով մենք այնտեղ փաստեր բերեցինք, որ Սոնան հայտնի մարդ է, որն աջակցում են Հայաստանի բոլոր աստղերը եւ այլն, եւ այդ ժամին, որ Սոնան արդեն պետքա դիսկվալիֆիցիրված լիներ, իրենք վերանայեցին, վերականգնեցին, ձայները վերահաշվեցին եւ ուզում եմ ասեմ, որ այդ մի օրվա պայքարը Women Ru-ի համար եւ Սոնային բնականաբար փորձում ենք այնպես անել, որ չիմանա, որովհետեւ ինքը պետք է դեռ երկեր եւ բնականաբար դա իր տրամադրության վրա կազդեր եւ առաջի հենց այդ պայքարը ձայների համար սկսեց այդտեղից եւ շատ կարեւոր էր, որ այս Women Ru-ի մրցանակը եղավ, որովհետեւ եթե չլիներ Women Ru-ի մրցանակը, մենք այդ չարաբաստիկ օրը չէինք գնա պրես կոնֆերանսի, որտեղ միայն մենք էինք, բոլոր մասնակիցներից Սոնան եւ այդ հարցը չէր հնչի Իգոր Կրուտոյին եւ միգուցե հենց այդ Իգոր Կրուտոյին տրված ձայն հարցից 20 րոպե հետո իրավիճակը չէր փոխվի, որովհետեւ երբ որ փակեցին քվեարկությունը, Լիտվան առաջի տեղում էր, մենք երկրորդում էինք, քվեարկությունը փակվեց եւ հանվեց։ Այսինքն այդ 4 ժամը միայն Լիտվայի համար էր, ինչպես ես նշեցի հարցազրույցում։ Ես 500 ձայնից 15000 ձայն Կուզեմ անպայման ասեմ, որ Սոնայի բախտը շատ բերեց, ոչ միայն այն առումով, որ Անդրեն էր իր կողքին, որը այսպես ես իրեն ասում մանյակալ քթիմազությամբ հետևում էր ամեն ինչին եւ շատ ինֆորմացիա մենք հենց իմացել ենք, որտեղ ինքը առաջինը արձագանքել է դրան։ Նրա համար, որ իր մեջքի հետևը կանգնած է Շանթ հեռուստաընկերությունը, որը շատ կարևոր է, որևէ մասնակից այդպիսի աջակցություն չուներ եւ պարբերաբար հենց խնդիր էր լինում, միանգամից հեռուստատեսությամբ արձագանքում էին, ասվում էր դրա մասին եւ այնտեղ էլ հասավ լուրը, որ հայ հեռուստատեսությունը արդեն այդ ֆոտոները տպագրել է, այդ շուխուրը բարձրացրել է դրանից հետո եւ մեկնաբաններից պարբերաբար ակտիվ ասում են քվեարկել, այո, հնարավորինս շատ, իհարկե հեռուստադիտողները քվեարկեցին, Սոնան հաղթեց, կարծում եմ դա միասնական հաղթանակ է։ Համախմբվում ենք, հաղթում ենք։ Եվ հետաքրքիր է, այդ չգիտեմ, չեմ ուզում տարանջատել, ասեմ գլխավոր մրցանակ կամ մյուս մրցանակը, որ ժյուրին էր գնահատականներով որոշում, համաձայն եք այդ որոշման հետ, թե ամեն դեպքում կարծում եք, որ մի կողմ դնեք, որ Սոնան մերն է։ Եթե ուրիշ երկրի ներկայացուցիչ լիներ Սոնան, համաձայն եք, որ Սոնան պետք է հաղթեր, ոչ թե ենթադրենք Վրաստանը մասնակցել։ Ուզում եմ նշել այն փաստը, որ այս տարի մրցակցությունը բավականին ուժեղ էր։ Համեմատ անցած տարիներին, թող որ ինձանից չնեղանան մեր մնացած մասնակիցները, ովքեր ներկայացրել են Հայաստանը եւ բարձր պատվով վերադարձել են կամ բարձր պատվով ներկայացրել են այնտեղ, բայց այս տարի ոչ միայն ես եմ դա նշում, այլ դա նաև նշեց Իգոր Կրուտոյը իր հարցազրույցում, դա նաև նշեցին շատ շատերը, որ այս տարի տարբերվում է ընդհանուր բարձր մակարդակը մասնակիցների, որը որ վերաբերվում էր նրանց կատարումներին բեմում, Սոնան շատ բարձր արժանապատիվ ներկայացրեց Հայաստանը եւ բարձր պահեց մեր եռագույնը այնտեղ, որովհետեւ պայմանավորված առաջին ելույթի ցածր գնահատականները, որովհետև առաջին ելույթը շատ բարդ երգ էր եւ շատ լավ երգ էր Սոնան։ Մեծ համար հասարակ հանդիսատեսի համար չէր տարբերվում առաջին ելույթը երկրորդից եւ երրորդից։ Հեռուստատեսությամբ երբ գնում էր, որովհետև մի քիչ ուշացումով էր եթերը հեռարձակում, մենք Սոնայի հետ հասցրեցինք գնալ, նստած էինք Յուրմալայի բարերից մեկում, որտեղ նստած է շատ հայտնի Այովա խումբը, եւ երբ որ Սոնան սկսեց երգել, իրենք այսպես շրջվեցին, տեսանք, որ մենք ենք, իրանք ամբողջ թիմով բարձրացան, սկսեցին ծափահարել։ Երբ որ ստանում էին մրցանակներ, արդեն բեմի վրա, մեր դիմացը նստած են, ես ու Անդրեն նստած էինք դահլիճում, ուկրաինացիներ էին նստած, որոնք դրոշներ էին անդադ թափահարում, եւ երբ որ Սոնան ելույթ ունեցավ, իրենք շրջվեցին, ասացին, ձեր աղջիկը ավելի ուժեղ էր, մերոնք այդքան ուժեղ չէին, ձերը ուկրաինացիք ասեցին մեզ։ Կողմ էինք ձեր մասնակցին, այսինքն իսկապես կարևորը այն էր, որ ոչ միայն հայ հեռուստադիտողը, հայ հանդիսատեսներ այդ ակտիվ քվեարկությանը մասնակցում, այլ նաև օտարազգեր էին իրենց լավ կարծիքները հայտնում Սոնայի մասին։ Թվում է, որ կողմնակալությունը կար այնքանով, որ հաջորդ օրը ժյուրի անդամներն նույնիսկ չէին հիշում իրենք ինչ գնահատական են դրել։ Ես, Իգոր Նիկոլաևից հարցազրույց արեցի եւ մոտեցա ասեցի ինչով էր պայմանավորված ձեր 10-ը։ Ինքը այսպես բավականին դժվար պատասխանեց, շրջանցեց հարցը, հետո երբ որ արդեն նկարահանումը ավարտվեց, ինքը վազեց իմ հետևից ձևուշկա ու սկսեց արդարանալ։ Բա գիտեք, ասում է, ես ուզում եմ ձեզ բացատրեմ, ես մտածեցի, որ կարող է դրանով վնասեմ Սոնային, ասեցի, չէ, գիտեք, ինչ մենք ձեզ այնքան շատ ենք սիրում Հայաստանում, որ իմ հարցը զուտ կապված էր նրա հետ, որ ես իսկապես ուզում եի ձեր կարծիքը իմանալ, ես տեսա, որ դուք տատանվում եք 10-ի եւ 11-ի մեջ, ինքը ասեց, բայց ես ձեր աղջկան առաջ օրը 11 եմ դրել, հաստի չէ, դուք մեր աղջկան առաջ օրը
իսկապես ոչ մեկ 11 չի դրել։ Ինքը ասաց, դե ամեն դեպքում ձեր աղջիկը շատ լավն է, անպայման այսօր լավ կլինի, մոտեցա Սոնային ասաց, այսօր 11 կդնի հաստատ։ Ագուտինը երբ որ վերջում մոտեցանք, Սոնային ասաց, իսկ ես 10 եմ դրել առաջ օրը, բայց 9-ներ դրել։ Այսինքն միայն այն որ իրենք չէին հիշում, իրենք ինչ գնահատական էին դրել առաջի օրը։ Հիշում են ուղղակի չէին մտածում, իսկ չէին մտածում, որ իրենք Սոնային կարող են այդքան ցածր դնեին առաջ օրը։ Լավ, այս պայն մի քիչ թեման փոխենք, մի քիչ Սոնային հարցանք, հետո կվերադառնանք դրան, թե արժեր արդյոք այդ դեպքում մասնակցել մրցույթին, թե չէ։ Լավ ու վատ կողմերը, այո, իհարկե արժեր, լավ ու վատ կողմերը կքննարկենք։ Սոնա, երբ ցածր գնահատական ստացար, վստահ եմ չէիր սպասում եւ ոչ մեկ մեզանից չէիր սպասում։ Ինչ զգացողություններ ուներ այդ բանը։ Ես քանի որ բեմում երգելիս ինձ շատ լավ էի զգում եւ իհարկե մենք էլ ենք լավ զգում, երբ որ դու բեմում եւ հրճված իջա բեմից ու արդեն աստիճաններին լսեցի գնահատականները, չէի հավատում։ Բայց քանի որ Անդրեի պես ուժեղ անձնավորություններ կողքից մի անգամից թափեցրեց եւ անգամ երբ որ իջնում ենք պետք է նայենք կամերային ձեռքով անենք եւ ուրախ չոր էմոցիաներ ցույց տանք, ես քարացել էի, ոչինչ չէի կարողանում խոսալ, որովհետեւ իրոք չէի սպասում։ Իջել է ինձ թվում էր, որ շատ վատ էր ամեն ինչ, շատ վատ եմ երգել, համոզում էին, որ շատ լավ էր, ինչի ես այդպես մտածում, բայց երբ որ ինչպես Աննան ասեց, մենք գնացինք եւ լսեցինք եթերը արդեն, ես համոզվեցի, որ ամեն ինչ շատ լավ էր, այսինքն իմ հնարավորությունների սահմանում ես ներկայացել եմ փորձերից շատ ավելի լավ։ Եվ այդ ժամանակ արդեն հանգստացա, մնացած արդեն կարևոր չէ։ Եվ երկրորդ ելույթից առաջ դու դուրս եկար բեմ, ես հատուկ ուշադրություն եմ դարձել, հատուկ ժեստով որ ցածր գնահատական, հա, այսպես արեցիր ու մի բարկա շշեցիր ելույթով։ Շշեցին։ Երկուսով։ Մայրը, որովհետև եւ Սոնան Ես անգամ Մհերի դեմքն եմ հիշում, որ հիացած նայում էր Սոնային եկել ժամանակ։ Մհերը շատ օգնեց ինձ։ Մհերը իր անմոռոկով քեզ օգնել ես կարծում եմ, որովհետև դա Մհերը այն հատուկ են երգիչներից էր, որովհետև դուետների ժամանակ շատ երգիչներ եկան, որ այսպես ասած իրենց էներգետիկով կերան մասնակցին բեմի վրա, Մհերը այն հատուկ են մարդկանցից էր, որ Սոնային բարձրացրեց դուետի ժամանակ եւ մենք շատ շնորհակալ ենք իսկապես իրեն։ Եվ նաեւ եկեք խոսենք երրորդ օրվա երգից, ինչու ընտրվեց հենց կարոտ երգը, որովհետև համացանցում բարբերաբար խոսվում է ուրիշ երգ չունենք, հենց դա պիտի ընտրենք։ Ոչ մեկ չգիտի, թե մենք ինչքան քանակությամբ երգ ենք ուղարկել, գրվել է նաև նոր երգ։ Նաև ուղարկել ենք պրեմիերայի Հաղթած աշնասերենադ երգը, գրվել է նոր երգ Նիկե Գիբյանի կողմից, գործիքավորել ենք, 100% պատրաստ երգը ուղարկել ենք, ուղղակի նրանք չեն ընտրել այդտեղ երգը, ինչպես որ առաջին օրը մեր առաջին ուղարկած երգը եղել է որպես համաշխարհային հիթ Ջեսի Ջեյի Մամոնոուզ Բեստ երգը, որով որ Նուսցե Բուզալաձեն իր հաղթանակի մեկնարկը տվեց։ Քանի որ մենք քաջ գիտակցելով, որ այդ երգը բարձր գնահատականներ մի անգամից բերող երգ էր, հենց դա էինք ընտրել։ Բայց ուղարկեցինք եւ ասացին, որ այդ երգը չի կարող լինել։ Այդ երգը ասացին, որ Սոնայի ոճի երգ չի եւ ուղարկեցին մեզ։ Բայց Wrecking Ball երգը ընտրեցին չլսելով իմ ինտերպրետացիան երգի։ Հետաքրքիր է Մելաձե եղբայրների ներկայությունը ժյուրիի կազմում, ինչքանով կարևոր դեր նշանակություններ հաղթանակի։ Եթե նշենք, որ հենց Մելաձե եղբայրներն էին ընտրել Նուցայի երգացանկը, կարծում եմ, որ շատ կարևոր դեր է Ես չեմ ուզում մենք մեր եթերը այժմ նվիրենք ինչ-որ բողոքներով եւ այլն, որովհետեւ մենք պիտի որ հպարտ լինենք, ուրախ լինենք եւ չքնովենք։ Մենք պիտի գոհանանք այն ամեն ինչով, ինչ որ մենք ձեռք ենք բերել, որովհետեւ ասեմ, Աստծո ձեռքն էր մեզ վրա։ Աստծո ձեռքը եթե չլիներ մեզ վրա, ապա այս մրցանակն էլ չէր լինի, այս մրցանակն էլ չէր լինի։ Եվ ավելի կոտրված մասնակցի հետ մենք բոլորս կոտրված կվերադառնայինք Հայաստան։ Մենք ուղղակի են, որ ասում է արթուն մնացեք, այդպիսի խոսք կա Աստվածաշնչում։ Այդպես արթուն էինք մնում։ Եվ ամենավերջի վայրկյանին իսկապես այսպես իմաստություն էր իջնում մեզ վրա եւ մենք միասին այսպես ասում ենք Սոնայից տեքստը պետք Սոնան իդեպ ասեմ որ Women Rue-ի մրցանակը ստանալուց մշակված տեքստ ասեց եւ կարդաց որովհետեւ այդ հարցի գրկրոտային այդ վերջի պահին Անդրեն որոշեց որովհետեւ մենք պետք է գնայինք կազմակերպիչների մոտ Աստիանա դու իրավունք ունես որպես լրագրող որովհետեւ հերոստա տեսության ներկայացուցիչ որպես նրա բեյջը իսկ բեյջը միայն իրավունքներ հարց տալ այն ով որ ունի
այդ բեյջը, ասացի դու իրավունք ունես այդ հարցը տալ եւ դու անպայման այդ հարցը բարձրացրա, որ ասենք որ 500 ձայներով Լիտվան փակումից առաջ ավելի առավել ձայներ ուներ եւ ինչու են ավելացրել։ Ես վստահ եմ, որ Իգոր Կրուտոյը չգիտեր այդ ավելացրած 4 ժամի համար։ Ընդհանրապես այդ օրը ամբողջ այդ օրը, չգիտեմ, մենք որ այդ օրը ավարտվեց ժամը 12-ից մինչև ժամը 4-ը, այսպես պատերազմի դուրս եկած, երբ որ այդ ամեն ինչը ավարտվեց, մենք sense 4-ով կանգնեցինք փողոցի վրա, երբ որ արդեն հայտնվեց այդ տեքստը, որ Սոնան է հաղթել, մենք այնքան չէինք հավատում, որ ես ակամա հիշեցի հայ ժողովրդի պատմության մեջ sense տեքստեր կային, երբ հայերի փոքրաթիվ բանակը փոքրաթիվ ուժերով գնաց եւ գրավեց դաշնամուր, այդտեղ զգացողություն էր, որ 4 հոգով գնացին ու հաղթեցինք, չէինք հավատում։ Sense կանգնեցինք միանգամից sense ֆիզիկապես որ հոգնածություն ա գալիս, մարմինը դմբրում է, որովհետեւ այդ 6 էմոցիոնալ ժամերի ընթացքում դու չգիտես ինչ է պետք ճիշտ անել, որ չվնասես, հանկարծ այսպես չանես, կարող է ավելի վատ լինի, իսկ կարող է ձայները, իսկ ճիշտ է արդյոք սա անելը ու անընդհատ ուղեղը աշխատում է ու միջև վերջի պահը, երբ որ ժամը 4-ին մտանք եւ Women Roy մրցանակը պետք է ստանալ եւ այդ տեքստը գրվեց եւ Սոնան իր տեքստով ասեց այդ ժամը 12-ի պահը արդեն Կրուտոյի տրամադրությունը ընկավ եւ Անդրեն ասեց այստեղ են լրագրողները, եթե մենք գնանք ադմինիստրացիայի մոտ ոչ մեկ չի իմանա դրա մասին, մեզ սկանդալ է պետք։ Մեզ ուղղակի կասեն գնացեք, իսկ երբ որ նույն լրատվամիջոցների առջև արդեն Անան Տադեոսյան բարձրացրեց այդ խնդիրը, Պարզ է, որ այդքան կամերաների առջև մենք այդ հարցը կլուծենք, մենք դուրս եկանք դուրս, մենք դեռ չգիտենք 20 րոպե հետո սայթի վրա հայտնվեց, որովհետև միջ այդ Լիտվան ուներ 18000 ձայն եւ հայտնեցին տվյալները Լիտվան 16000 էր։ Իրենք իջացրեցին Լիտվայի ձայները եւ Սոնան արդեն իջացրել են, որովհետև արհեստական էր, Աննա։ Իրենք ասում են, որ 5 ժամը 1 է թարմացվում այդ ինձ անընդհատ բացատրում է, որ դուք սխալ եք հասկանում մեզ։ Ես էի արդեն ված զգում զանգահարի եւս մեկ։ Եվ ես կազմակերպիչներին ասացի, որ Շանթ հեռուստաընկերությունը արդեն դրա մասին արձագանքել է, որ մենք ֆոտոներ ուղարկել ենք, իրենք Կրուտոյին ասեցին, տեղեկացրեցին դրա մասին, որ հայկական հեռուստատեսությունը եւս բարձրացրել է։ Եվս արդեն միացել։ Ես էի Գագիկ Շամշյանը այդ դեպքում, կամ էլ ինձնից հետո ընդհանրապես հայտնվել Գագիկ Շամշյանը։ Ամեն դեպքում արդեն հաղթանակը մերն է, կարծում եմ։ Իհարկե։ Շատ ապրեք, որ կարողացաք պեղել այդ հաղթանակը նրանց ձեռքից։ Չէ, նա արժանի էր, իսկապես ամենաբարձր գնահատականներին, թե առաջ օրը, թե երկրորդ, թե երրորդ։ Եթե իրենք չգիտակցեին, որ Սոնան իսկապես ամենաարժանիներից է այդ մրցանակի եւ ընդհանրապես մրցույթային տեղի համար, որովհետեւ դրանից հետո, երբ որ մրցույթից հետո եղավ փակման այսպես մրցույթ եւ 4 հոգի ընդամենը հրավիրեցին երգելու, դա առաջի տեղի մասնակիցներն ուցան Սոնան եւ իտալացին։ Երկրորդ եւ երրորդ տեղերին իրենք ընդհանրապես չէին հրավիրել։ Սոնայի ելույթը նույնիսկ Ֆիլիպ Կիրկորովի գեները արտնացրեց, հիշեց, որ նա ասեց ցավը տանեմ։ Ասեց ցավը տանեմ, դա ցավը դա ես եմ լսել։ Սոնա նաև ուզում եմ որ խոսես մասնավոր միջոցառումից, որտեղ հրավիրված էին ընդամենը 3 մասնակից, այո՞։ Ինչպես Աննան ասաց։ Չգիտեմ ինչու էին ընտրել հենց 3-ից։ Որովհետև լավագույններն էին։ Ինձ շատ զարմացրեց Իսրայելի մասնակցի, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցի շատ ցածր հորիզոնականները, որովհետև Իգոր Կրուտոյին էլ զարմացրեց քո ցածր գնահատականները։ Մենք մի քանի օր 10 օրից ավել իրար հետ փորձեր ենք արել եւ լսել ենք մեկս մյուսին եւ այդ փորձերի արդյունքից կարելի է ենթադրել, որ առաջին հորիզոնականներում կլինեն Իսրայելի մասնակից, ԱՄՆ-ի մասնակիցը, ես ինքս ինձ համարում էի շատ ուժեղ մրցակիցներ նրանց, բայց ինձ համար անակնկալ էր, որ նրանք դիրքերը զիջեցին բավականին։ Մեզ համար նաև անակնկալ էր Ալլա Պուգաչովայի մրցանակների կիսելը։ Ինչով էր պայմանավորված։ Հենց ես ուզում եմ բացատրեմ ինչով էր պայմանավորված։ Բայց դրա մասին կարճատև գովազդից հետո։ Սիլերտայտողներ նոր Արիքյան հերոսների հետ զրուցում ենք Ալլա Պուգաչովայի մրցանակի հետ կապված, խնդրեմ, ինչու հենց կիսվեց։ Եվ հենց այդ է ուզում ասեի, որ ինչու էր ակնհայտ պարզ, որ այդ համակրանքի մրցանակը պետք է տային հենց Լիտվայի ներկայացուցչին, որտեղ երբ որ Սոնան, այսպես ասած, Սոնային բաժին հասավ այդ մրցանակը, կյանքում առաջին անգամ Ալլա Պուգաչովան իր մրցանակը կիսեց եւ իր մրցանակը կիսեց եւ տվեց հենց Լիտվայի ներկայացուցչին։ Այսինքն ակնհայտ էր, որ նա պետք է դատարկ ձեռքերով չգնար։ Եվ երբ որ Սոնային տվեցին այդ մրցանակը, բնականաբար ինչ որ մի տեղից իրեն այսպես մրցանակ հայթայթեցին, բնականաբար երևի դիմեցին Ալլա Պուգաչովային, Ալլան էլ մրցանակը կիսեց։ Պուգաչովան սիրում է երիտասարդ տղաների,
դա գաղտնիք չէ։ Պուգաչովան կներեք իր ճաշակով այդ տղային պետք է չտար մրցանակ, Լատվիայի տղային, իսկ Լիտվան հենց աղջիկ էր եւ ինձ թվում է ոչ Պուգաչովայի ճաշակով։ Եվ այն համերգի մասին, որ 3 քիթ էին կանչել եւ դուք ելույթ եք ունենում, գիտենք, որ Ագուստինը մոտեցել է քեզ, համբուրել է քո ձեռքերը եւ ասել է, որ դու ամենալավն ես կապիտանի, որ առաջին տեղում ես։ Ռուսական էստրադայում իմ ամենասիրելի երգիչներից մեկը հենց Ագուստինն է, շատ եմ իրեն սիրում, որովհետեւ իր երաժշտությունը տարբերվում է ընդհանուր ֆոնից եւ ավելի ջազային ուղղվածություն ունի, ավելի ուրիշ ուղղվածություն ունի, շատ եմ սիրում իրեն, փոքր ժամանակվանից։ Եվ ինձ համար շատ մեծ պատիվ էր, քանի որ մենք մոտեցանք Աննայի հետ, ուզում էի, որ նկարվեի իր հետ, պտտվեց, տեսա, որ ես եմ փաթաթվեց, երկար ժամանակ բաց չթողեց, հետո ասեց առաջին օրը դրել եմ 10, ես այդ բան չէի հիշում, որ նա ինձ առաջին օրը 9 էր դրել, հետո ասեց, որ շատ լավ խոսքեր ասեց։ Մի հրճվիր, որտեղ նա քեզ 9-ն է նշանակել։ Վերադարձի իրականություն։ Անդրես արցնցուղներ, այո, պատվիրակության մեջ։ Բայց մի հատ չասեցի, մի բան արա, այդ այդքան լավն է, մի բան չէի կարողանում անել, կամ դու եք պայմանավորվեք, որ երկեր Ագուստինի հետ։ Չէ։ Ես կարծում եմ, դուետներ հետագայում անպայման լինելու են, քանի որ Սոնային եւ ընդհանրապես մեր պատվիրակությունը եւ մեր պրոֆեսիոնալիզմը գնահատեցին հենց նոր ալիքի կազմակերպիչները եւ իսկապես եմ ասում, դա ուղղակի խոսքեր չեն։ Ես կարծում եմ, որ շուտով նաեւ Սոնային մյուս տարի վստահ եմ, որ կհրավիրեն ինչ-որ մեկի դուետ այնտեղ կատարի, կամ մանկական նորալիք, կամ մեծերի նորալիք, իդեպ ասեմ, որ այդ կապը վստահ եմ, որ լինելու է, որտեղ նրանց սիրել են։ Եվ դա մրցույթի լավագույն կողմերից մեկն է։ Վերջում խոսքը քեզ տանք Սոնա։ Եվ դա մրցույթի լավագույն ձեռքբերումներից մեկն է։ Ես դեռ մի ամիս, որոշ ժամանակ հետո հասկանամ ամբողջովին, թե ինչ տվեց։ Հիմա էլ եմ հասկանում, բայց ավելի լավ կհասկանամ մի ամիս հետո, երբ որ ամեն ինչ սկսեմ սառը դատել, բայց շատ մեծ ձեռքբերում էր, որովհետև թե Շանթ հեռուստաընկերության ամեն մի մրցույթից հետո ես ինքս իմ մեջ փոփոխություններ եմ գնահատում, թե որպես բեմարվեստի մեջ ամեն ինչի մեջ նկատում եմ։ Ու ուզում եմ շնորհակալությունս հայտնել Շանթ հեռուստաընկերության այս ընձեռված հնարավորության համար, շնորհակալություն այս թիմի համար պրոֆեսիոնալ Անդրեին եմ շատ շնորհակալ, որովհետև թե մասնագիտական, թե մարդկային չի թողել, որ 1 րոպե անգամ ընկճվեմ, որովհետև շատ դժվար է այդ ընթացքում, որովհետև ամեն մի փոքր բանից կարող ես դու կոտրվել եւ ամեն ինչ ընկնի ջուրը, այդքան անցած ճանապարհը։ Շնորհակալ եմ Անդրեից, որ ամեն ինչում օգնել է եւ սատարել է։ Շնորհակալ եմ Աննային, շնորհակալ եմ Գարիկին։ Մենք քեզանից ենք շնորհակալ Սոնաջան, քեզանից եւ մեր պատվիրակության շնորհակալություն հաղթանակների եւ ձեռագիր թողնելու համար։ Իսկ այս բան սիլորտատողներ օրվա դեղատոմսեջն եմ եթերում։ Արևը կյանքի խորհրդանիշն է ու առաջացնում է երջանկության հորմոններ, սակայն անգամ արևի չարաշահումը կարող է առաջացնել առողջական մի շարք խնդիրներ, այրվածքներ, բշտիկներ, ինչպես անել, որպեսզի արևից ստանանք միայն հաճելին։ Պարզանքեց հիմա Մարիամ Վահանյանի օգնությամբ։ Բարի Տիկին Վահանյան։ Բարի ձեզ։ Ինչպես ճիշտ օգտագործել արևի ուժը, էներգիան, որպեսզի հաճույքը չվերածվի հիվանդության ու տհաճության։ Առավոտյան պետք է օգտագործել մի փոքր աղիձուկ կամ ուղղակի լիմոնի մի փոքր կտոր, որովհետև այն պահում է ջուրը, չի թողնում օրգանիզմից ինտենսիվ հեռանալ քրտինքի եւ մեզի միջոցով, եւ բացի դա պետք է օգտագործել մեծ քանակությամբ, մոտավորապես 2-ից 3 լիտր կախված մարմնի ծավալից ջուր, որովհետև եթե ջրազրկվում է, վատանում են, արևայրուք ստանալուց հետո այրվածքի է վերածվում, իսկ անպայման պետք է նաև արևի տակ չգտնվեն, ընդհանրապես սկզբի շրջանում առաջի 2 օրը 10-10 րոպեով, ընդ որում մինչև ժամը 11-ը, 11-ից հետո անպայման պետք է հանգստանան եւ դուրս գան նորից ծով ժամը 4-ից հետո, որովհետեւ ուլտրամանուշակագույն ճառագայթները այդ ընթացքում ինտենսիվ են, շատ ուժեղ են եւ 5-10 րոպեն անգամ կարող է այրվածք առաջացնել։ Մենք եղել ենք անզգույշ եւ արդեն ունենք այրվածքներ կամ արևահարություն։ Ինչ անել, որպեսզի ցավը մեղմել եւ այդ տհաճ վիճակից առավել արագ դուրս գալ։
Եթե արդեն կա առաջի աստիճանի այրվածք, դա կարմրությունն ու ցավն է, ապա ամենահեշտ եւ դյուրին միջոցը դա որ յուրաքանչյուրի ձեռքի տակ կա, դա կարտոֆիլն է թարմ, պետք է քերել քերիչով եւ անձրևնոցիկի վրա դնելուց հետո ֆիքսել այն մասին, որտեղ մեր այրված մասն է։ Եվ յուրաքանչյուր 4 ժամը 1, եթե արդեն այն տաքանում է, նորից էլի փոխել նոր քերած կարտոֆիլով։ Բացի դա կարելի է օգտագործել չիչխանի յուղ, չիչխանը շատ արագ վերականգնում եւ լավացնում է այրված հատվածը, միաժամանակ ավելի հեշտ եւ ավելի դյուրին միջոց դա սառը ջրով պետք է ցնցուղի տեսքով անընդհատ այդ մասը քսել կամ թռչոցներ դնել սառը ջրի, ընդ որում պետք է սառնարանային սառը ջուր լինի, սառույցի աստիճան հասնող, սառը թռչոց դնելուց հետո մաշկը ադիկալոնով մաքրում են այդ տարածքը եւ քսում անմիջապես մարգանցովկայի թույլ լուծույթ։ Բայց կարելի է հաջորդ օրը կրկին դուրս գալ արևի տակ։ Այսօր ընկերների միջազգային օրն է, վայելեք ձեր ընկերներին, ձեզ հաճելի օր ենք մաղթում։ Այսօրվա համար այսքան։ Մեր եթերը ավարտում ենք մեր ընկերների հետ, շնորհակալություն ձեզ, հեռուստադիտողներ, մաղթում ենք բոլորիս նոր հաղթանակներ եւ իհարկե հաճելի արևային օր։ Եվ իհարկե նման ընկերներ, ցտեսություն, հաճելի օր։